process-ը շարունակվում է ընդհատման պահից դատականիստների անցկացնում տրմփակ ռեժիմում, որը շնորհացվեց տրմբաց ռեժիմի դատականիստը շարունակելու վերաբերյալ տրմփակ ռեժիմում անցկացվող դատականիստը պայմանավորված էր դատականիստը տրմփակ ռեժիմում անցկացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման անհրաժեշտությամբ, որպեսզի միջնորդությունը ըստ էության առաջ միջնորդության բովանդակությունը հրապարակելու դատարանը հայտարարում է, որ միջնորդությունը ըստ էության մերժվեց դատարան անցավ տրմբաց ռեժիմի, ինչով պայմանավորված հայտարարվեց ընդմիջում դատարան ներկայացած անձանց եւ առհասարակ դատական քննության հրապարակության սկզբունքի ապահովման նկատառումներով ընդմիջման ընթացքում դատարանը նաեւ տեղեկություններ է ստացել, որ դատականիստին ներկայացել են նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, դատականիստի կարգում են խնդրում ձեռքբերել նաեւ վերջինս վերաբերյալ համապատասխան տվյալներ։ Հատկարժան դատան դատականիստին ներկայացել են իրավաբաններ լրատվական ծառայության ներկայացուցիչ Վարդան Մանուչարյանը եւ կենտրոն հեռուստաընկերության ներկայացուցիչներ Էլիզա Գալուստյանը եւ Տիգրան Նատալյանը։ Շատ լավ։ Իրավաբան նետի ներկայացուցիչի հետ կապված դատարանը այս պահին հարցեր չունի, քանի որ նախորդի վերջինս եւս ներկայացել է սույն դատական նիստերին, ինչպես զեկուցվեց, դատականիստին ներկայացել է նաեւ լրագրող Էլիզա Գալուստյանը, կենտրոն հեռուստաընկերությունից եւ նույն հեռուստաընկերությունից Տիգրան օպերատոր Տիգրան Նադարյանը, հարգելի լրագրող ներկայացեք։ Չէ, անհրաժեշտություն չկա հեռուստաընկերության հանձնքի հետ գործերագրի ներկայացուցիչն եմ, Էլիզա Գալուստյան, ինչպես նշեցիք, մեր հաղորդաշարը դեռևս նախաքննությամբ անդրադարձել է գործի քննության մանրամասներին, ներկայացնելով հանրությանը նախաքննական պրոկտեղ ունեցող իրադարձությունները, նաև արտիրավարացնող մարմնի հետ, ուստի հաշվի առնելով հանրային մեծ հիշողությունը, ինչպես նաև կողմերի շահերի շահագրգռվածությունը նյութի լուսաբանման համար, խնդրում ենք թույլատրել պետականություն իրականացնել այս դատականիստին։ Շատ լավ։ Նաև հայտնենք լուսաբանման եղանակը, թե ըստ էության ձեր խոսքում նշեցիք, այսինքն բացառապես տեսաձայնագրություն, տեսագրում եք նախատեսում առանց հեռարձակման։ Շատ լավ։ Ձեր կողքին է օպերատոր Տիգրան Նադարյանը։ Շատ լավ։ Կողմերը կենտրոն հեռուստաընկերության ներկայացուցիչների մասով որևէ առարկությունը եւ առհասարակ առաջին հերթին մեղադրաները լուսաբանման հրապարակման առողջությամբ որևէ առարկություն ունեն թե ոչ։ Չկան առարկություններ, որևէ մեկը ունի առարկություններ, շատ լավ։ Թույլատրվում է նաև ձեր մասնակցությունը սույն դատականիստի, նաև համապատասխան վաճառքով հրապարակումը դատականիստի ևս այսպիսով հարգելի կողմեր նախորդ դատականիստերին մեղադրանքի կողմը հետազոտել է որոշ գրավոր ապացույցներ, հարգելի հանրային մեղադող առաջարկում շարունակել գրավոր ապացույցների հետազոտումը։ Հաջորդ ապացույցը դնում կատարելու մասին արձանագրությունն է, որը գտնվում է 18-րդ հատորի գործտեղ 157-ից 178։ Զննության արձանագրությունը կատարել է 11 մարտի 25 թվական Արտաշատ համայնքում Քննիկ Գարմինյանի կողմից նգնը ոստիկանությունից ստացված Արտաշատ ծաղկյազոտամարտիկների գործի 4 հատորում դատանի որոշման հիման վրա անցկացված ներքին դիմում գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ ստացված ռոբնիկ լազերային սկավառակներում արկա ձայնագրությունները։ Զննության պարզվել է հետևյալը։ Սկավառակ 41 կոտորակ 1 սկիզբը 11:24 ժամը 11:09 ժամը սկսվում է, խոսում է Ռուբոն, գործի ես, տունն ես, զրուցակցի հետ Ռուբոն շարունակում է, քերեական երեկել հասի պարապեմել իզանգեն խոսամ։ Հարցու փորձ ինանում ասին կարող է երեխային տեսած լինի լավ զրույցը ավարտվեց։ Դրան 03:29:00 տղան Բաղլուս։ Մայր, քրեականից էի եկել, տղա, եկելն էին, որ ինձ տանեին։ Մայր, չէ հա, դրանք իրավունք չունեին քեզ տանեին, որ գնաս պաստաբանի հետ պետք է գնաս, տղա, գոր, բա ինչի համար էին եկել։ Մայր, ուզում էի իմանալ ինչ կա, ինչ չկա, ասել ես, չես ասել։ Տղա, հա, այսինքն հավը եկել, եկել էին հարցնեի, թե ես տուն եմ մտել, թե չէ։ Բայց շարի մայր դրեցիք, մայրի, որ
տղա չէ պրոստը ուզում է իմանալ թե ինչքան են մնացել, մայր երկար չեն մնացել, Ռոբերտ հիմա դու գնում ես գործի, Աննա, հապա ինչ եմ անում, Ռոբերտ, բա որ գնում ես գործի երեխու մոտով ամնալու, Աննա, տանում հետս, ժամը 03:34:43 վայրկյանին արկա հետևյալ զրույցը, Մարինե, Ֆորկուր, նրանք գժական կողեն, ինչ ասես կանեն, Գոգոն ճիշտ էր ասում, իմանան ամեն ինչ կանեն, որ հելնեն, թող հելնեն իրար կողորեն, թող որոշեն կարողա պատայի քո ձեռնել զենք տան, հելնես դրանց կրակ ես, էդ ենք ասկացում, մամա, գիտես խաչուլը ինչ էր ասում, մեր Facebook-ը թերթերով տեսել տատին դրուժից է տվել, մայր, տենց բան շատ են անում, ինչ է եղել, տղա ոնց որ Ուրարտու Նայիրյանը գրած տակնել նկարը երկու հոգիա տեսել, չի հասկացնում, տեղյակ եմ ամենազգուշելի Ռուբոյի տերերի ձեր ընկերներից տեղյակ եմ, ուղղակի որ սենց գրում են մեր վիշտը թողած դարել են բան Facebook-յան ակտիվ օգտատեր, Facebook են խաղացնում, ես գիտեմ չի կարելի, ամբողջ չի կարելի, Facebook ենք բան անում, մոտիկ ընկերներից եմ զգուշելի, սարից զգուշելի, անոտավի բան հայտարարական է, տվածա, քանի տարյա տվածա, թարմասել եմ տված օրվան սկսել եմ, որ զանգով կա ոչ էլ, կարող են ինձ մի գորոն ու չի հասկացվում ուղարկեմ, ախր ուր ուղարկես, պապ, ինչ գիտես ընդեղ անվնանգ է, թալվել մնան, պաստորել դրա համար ինասում է, եկեք բրնեք, մնացածին անունները արդեն, ման են գալու, Էդի և ինչքան էլ տակ են, իրանք ամբողջ պատաշատի միլիսան չի հասկացում, չեմ հասկանում նյուժել հետքան վաղ ոչ մեկ չծակվավ, Ռոբերտ ավտոյի մեջ չի հասկացում սենց նենց բան, տենց ոնց կարան սուտ ասեն, որ սուտը չբրնվի բանման ասին, հեսար նստեն, կսկսեն երկել, թոյ երկեն, հրտակ են իրենց թվում մակարոտիկ են լինելու, մի քիչ նստեն, մի քիչ կոֆեն, ես լինեի դրանց տեղը կցեին մեջները սաղին վերացնեի հերթով գոր, որքու մի հատ հարցնամ, մենակ ամկես պատասխանում, եթե իմանայք, Ռուբոյին ով ասպանել, ու միամիտ հելներ դեմըտ ինչ կանեի, կսպանեի վալես, կթեղտեի մի բան կանեի չգինեմ, ինվալիդ կսարկեի 100%, լավ կլղկեի, բայց սպանել պետք չի, ափսոսա, մեզ նվել է իրանց, 03:58:00 վարկյան, նայ իրանք, էնի շուտ են կրակել, այսինքն առաջին, միջև հետ չի հասկացնում զարմանով է, որ առաջին դեպքից կրակում են, պապան հանե կրակել, չի հասկացում, ոչ, բայց մաման ոնց, Ռուբոյին ոչ թե պապային է կպել, բայց ոնց ցավ չեն զգացել գնացել, չի հասկացվում, ես գիտես ինչ եմ իշում, հետո որ գրոհան էլ գնաց, չի հասկացում, պապ արի մի կրակի, Ռուբոյին քաշել էի իրանց թող կրակի, չի հասկացում, որտեղ պապան ասում է ինձ կրակեցին, Ռուբոյին էլ պապ, չի հասկացում, գորոջան, հլը ենքան բան շպաղազեն չի հասկացում, ով ասել երեխայա խփել, բավոր այդքան բան գիտեի, բայց ինչ ամնում, կարող բանից էլ են հետաքրքրում, տղա հետի լոգիկա է, եթե տարիքով մարդ լիներ այդ խփողը, կասել որ ես եմ խփել, չնայած մենք գիտենք ով է խփողը, ինչ գիտի ով է խփողը, տղա մոտ հավանականը այն է, բայց այն Ռոմանի տղեն ով է, այն վիժվածքը, տղա իրանց բարեկամն է, կարաս միած ցույց տաս, տղա հեսա նայեմ, այդ Արմանը պետի տշել է գորոց, բայց տական ինչ էլ նկաների մեջ սիմինինա 05:41:50 վարկյանին, պապ տենց բաներ մի ասա, ինքը չի սպանել բան, Արման ու մաման գրել են, որ էդի է, ես ոչ մի բան չեմ ասել, դու կարաս ասես ինքը չի սպանել, չեն ինքն սկսել է, ինքը էդի պտի չոտի ասել, սաղ ասում եմ ինն է հելել, տեսել է ինքնա, վսյո, մնացած է եթե ինքը չի կերևա, եթե մեծն է հարել, թող մեծը վերցնի իրա վրա, եթե չէ, թող գնա նստի, մեկը ինքը կարա երեխա չի, եզի ծնունդ է, նախ չապահասա, երկրորդն է տվել է գորոյի գլուխը ծագել է, կարա մարցվանի նամանանով, որ գժական է փոխում են, հենց մի բան լինում է, գժական են գնում, որ հարտակի Արմենի դասանից էր, ասում ավարտելուց հետո պահելին փակի տակ, որտեղ խելքը կցել էին, ինչու կարան տենց, այդ քեզի բան, գիժեն թող գնան գժեմուց, հենց էլ ինքն է խփել, պապա ընտանիքի անդամները ասում ինքն է դու կամ ոչ մի բան մի ասա,
մի ասա ինքը չի, գալիս են կողքը փշի անում, ինքը չի կարող լինի բանում, այդ ինչ դժվար բանա մեկին պատին դեմ տան, ասեն դավայ երկի, ուզում են արտակի ձևով անեն, թող անեն, մենք դիտեն, ընդեղ ես եղել, ասես ով եղել, ով չէ, քիչ կնտես, ու սկսում են ծակվել կամաց, ուզում են իմանամ ովքեր են եղել, 70 հոգով եկել են տանից վրա հարցակվել, լեղկել, սխկել, կրակել, պատերից շիվար են մնացել, ու անուններ չես տալիս, չգիտեմ, մեղք են, բարեկամ են, թող բարեկամություն անեն, հա էլի, ես իմ այդ քեզի բան հենց էլ ինքն ախպել, ինձ ձև են աշխատել, չէ մարդիկ, 50-ից 60 հոգի միլիցիայի դեմն էին, դրանք բոլորը դրանց մեջի, ես այն պարավը, ով ասես կին, իրանցից մեկը 50-60 հոգի եկել էին, ահաբեկել էին ինձ, դրանց բան անելու, հարց էին ինձ տալիս, ասին կոնկրետ ինձ ցույց տվեք, Գորն ասեց բան չեմ տեսել, Աննային ասին ես չեմ տեսել, Աննային ասին ես չեմ տեսել, հենա եկա բան եղել, ոչ չեն ասել ինձ, ինչ տեսել էի, ոչինչ հլը այդքան, ինչ չէ պաստորեն եկա բան եղել, հենա ասում եմ մտել է կուխնյա, որ երեխեքին սպանի, նոր մարին ասում ու ես չգիտեմ էդի, 07-10-45 վարյանի, բաղով կրակեց, ով արեց, սա հարտակն արեց, հա դրա համար չի հասկացում, ին աշխարհի մարդն ընտեղ է, ես էլ մեջները, չի հասկացում դրա ունը, չեն տա պապա, դու չգիտես, որ առաջին անգամ չեն տալիս, ուրեմն չեն տանում, դու գիտես, չէ ով ախպել, պատին հավահել, ես ասել եմ, տոնըտ փոխի միջակ տոնըտ չփոխես, չխոսաս, մամը ներվայն եմ կպնում, դու ներվայն ես կպնում, իրան է ներվայն ասում ես, բա ասես նարեկ նովա, դաշը գորին էին ուզում տանեին, պապա, բոլորս պետք է նույն բան ասեն, Գորոն ասեց սենց տեսա, Աննա ասեց սենց տեսա, գոնե ժամանակից լսեի, քննի եկել է, պապան էլ ասել է, ես էլ ասել եմ, ես տեսել եմ, տնով իրարից խաբար չեմ, պապան մի բան ասել, պտի նստենք իրար հետ, երկար է տևելու, պապ պիտի պայմանավորեն 40 օր անց է, հա ասում եմ չխարնում չի լինում, փաստացի քննիչը եկել է, ասել է չեք տեսել, չի հասկացում, քննիչի մոտ է ասել, որ նորմալ ցուցմունք չենք տվել, Աստված մի բան արա, մոտն էլ ասել է երևակայի չկա ընտանիք չկա ստեղ, ով է եկել այսօր ստեղ, քերականը վարչությունից, այն որ եկել էին, վարչությունից կանչեց նստանք խոսացինք, ասին հարգում ենք ձեր վիշտը, ասեց դարակողին պետք է գտնենք, երեխայա մահացել, բայց գորոնին տանենք կարող է տեսած լինենք, ասի գորոն հաստատ տեսած չի լինի, ասի նարեկը ով է, ընդեղ հլելով հոչի, էդի հեչ բան չի նշանակում, Աննային ստեղ էին, մանկապարտեզն էին, մյուս անգամ, որ կգան ստեղ զանգին ինձ, ես տաքսի կնստեմ կգամ, դու ոչ մի բան մի խոս, եղավ, առանց հիստերիկության կարաս պատմես, մամա ջան 600 անգամ պատմել եմ, որ պահա պատմեմ, ասա պատմեմ, չի հասկացում, կուխնի է վրա կրակել է, գոգոն չի կարող հիշի, դու էլ չես կարող հիշես, կուխնի է վրա կրակելով, Աննային ասա ինքն էլ տեսել, Աննան ասել է ես չեմ տեսել, այսօր եմ հարցրել, ոնց չի տեսել, գոգոն իրան հասնում էր, ռոշն դսի գոգոյի պատմածը ոնց պատմել, այն մի հատ կրակոցը կպնում է, այս իրանի վրա է գալիս, երեխեքի վրա է պահում, ասում է չմոտենաս, այն հաշվարկով, որ իր հանրձակներին կրակել է, որ ոտերին չկպնի, բայց կպնում է, այդ հաշվարկով կրակել է, որ չկպնի, վախասնի խփում է, ռակաշի տանում, կպնում է ոտերին, այդ մասը, որտեղ է եղել, գոգոն պիտի զանգի քեզ, ավտոն մտնելուց հետո է եղել, չէ մամա, ավտոն մտնելուց հետո սաղ պրծել է, Հաջորդ սկավառակն է, 24 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 00:12-ին բարև բալաս գործ ես թե վերջացեցի։ Այստեղ չէ, նոր նստել եմ գնում եմ տուն, այսօր էլի կանչել էին ոստիկանությունից, մի երկու հոգու տարել էին։ Այստեղ Տիկոյի մեկ Լյովայի, Լյովայի չէ, չի հասկացում, գնացի ոստիկանություն դեմը 50 հոգի, որ հավաքվել էին մեր տան դեմը, այդքան միլիցիայության դեմն էին։
ես դեր ասից քննիչին, ասի դրանց կեսից ավելին մեր բակում էին, տաքսին կանգնեց իջա, որ աշխկս առա դրանց միջև ոստիկանության դուռը բացելը, ասի ոնց որ դրանք էին, իրենց ժեստերից ասի դրանք էին, քննիչ ասեց տրանսպորտից բարձրացի, ասի սպասի մի հատ ստերից դուրս գամ, իջա դրանք էին աստիճանների վերևները, խուշկա, այստեղ այդքան ինչի էին եկել, երևի եկել էին աղբերներին դիմավորին, բայց ոնց կտենային, երևի որ աղբերներով վերում էին, ինչ չգինեմ, դե սկզբից չհասկացա, ասի սպասի մոտից ճանաչեմ, առաջացա մտա ասի մոտիկից ճանաչեմ, ընդեղից ասում էին այն պարավն է, այստեղ, վայ ես դրանց, ասում են հեսա վերջը կտան, այստեղ ինչը կտան, չգիտեմ, տենց աղ տալով, էլի մտակ քննիչի մոտ, ասի դուք կամերա ունեք, ասես չէ, ասի ափսոս, ներքևում իշխան կային, հետո ինչ այնա, որ այն տղեկին էին բերում, ասի ինչա, դրանց դուք էին տալիս, ինձ էլ ախ էին տալիս, ասում է, էդի բան չի նշանակում, այսօր կանչին երես բերես, էլ չեն կանչելու քեզ, չգիտեմ կանչելու են, թե տենց իրենք փաստաբանների հետ երկու ես մենակով տենց բալաս, ասիր ամեն ինչ, բայց մի բան վերջինի համար չեմ ասել, ինձնից չեմ վախեցել, գնացի ես մտա իրանց մեջ դուրս եկա տաքսի զանգեմ, դրանց հանեցին դնեն ավտոն, դրանք սաղ եկան, ես մենակ սրանց շրջապատի մեջ տենց խորմոր դեմքով նայում էին, սաղ կերած կամաց տղամարդիկ ասում էին 50-60 հոգի, մեկ անդեղից կարանք էլ են քննիչի մոտ, այդ ոնց է մի ամիս քննում են մի ամիսա հետո են ցուցմունք տալիս, հələ շատ բան չէին անում, վախենում եմ գոգոյից, որ հելի վտանգավոր չի լինի, իմ բալաս բոլորի համար է վտանգավոր է, ես իմ համար չեմ վախենում, ես երեքից համար եմ վախենում եմ Մարի համար, ես գոգոյից ու Մարի համար եմ վախենում, այստեղ Արմենը չէր ուզում փորներին տանել, Աննային գոգոյին տանել, Աննան չէր ուզում բալաս, այստեղ Մարին ու քեզ ես կվերցնեի կգայի մերյան, ինչ բալաս, այստեղ գոգոն հեսա որ դուրս եկավ, աղ տան բան անեմ, դրանք էլ մեզ են աղ տալիս, դրանցից էլ ինչ ուժեղ աղ տալ, դրանից ուժեղ ինչ աղ տան, մինչև երեք մարդ էին ուղարկում, որ գնան գերեզմաններ սարքեն, որ ցուցմունքները հետ վերցնեն, այստեղ իրենց գերեզմաններ սարքելը մեզ պետք չի, իրանք սկզբից ուզեցին փշի անելով բան անեն, հետ էլ ապաշկերա պահեն տալիս, ես դեր չգիտեմ բալաս, ես էլ չգիտեմ, ես դեր միգուցե միլիցիայությունը ախրանատակի, չէ բալաս, ասեմ վախեցան, չէ համեր միլիցիայությունը ինչքան մնա, այստեղ դե ինչքան ժամանակ լինի, կտենան որ մարդ կա, էլ չեն գա, չեն հավաքվի, դե ես քննիչին էլ ասեցի, ես դեր հեսա Մարինը կգրեմ Մարինին ասում ենք, Աննան գրել է, ես Աննային ասել եմ գրի, հետո չասի ինձի ինչի չասեցիք, Աննան գրել էր, Աննա ցենտրալնայա վկա, գրել էր Աննա ցենտրալնայա վկա, ամեն ինչ նորմալ է, այստեղ, Աննան որ ցենտրալնայա վկան, չէ որ ասել է ինձ կանչել էին, ասել է որ ես էլի ցենտրալնայա վկային նորմալ է, այստեղ, ուզում եք ես զանգեմ, այդ 50 հոգու մասին էլ էլի որ հավաքվել ենք, ես չգիտեմ որն է սխալ, որն է ճիշտ, այստեղ թող Աննան էլ մեկ ասի, ասում է չեք ուզում էլի անհանգստացնեք, այստեղ ջան, որ հիմնականը Աննային են ասում, ես չեմ ուզում խառնեմ, ոչ թե ուզում եմ խառնեմ, ոնց քեզ ասեցի, կարամ իրան ասեմ, պրոստը չեմ ուզում, որ ինքը մտածի ինչ են բան լինում, հասկացար այստեղ, եթե չես ուզում խառնվես, դու ինձ ասա, ես կասեմ, դու ճիշտ ես արել ամեն ինչ, բա ինքը չի ուզում հետաքրքրի ինչ եղավ, գնաց ինք ասինք չասինք, դրանք սուխոյի հատկաց են կանգնում, ստեղ չեն եղել բոլորն են, այստեղ, ես էլ տենց գիտեմ, որ կանգնելու են, ասեն ստեղ չեն եղել աղբեր, բայց հիշում ես, որ ասում էին կանգնեն, ասեն ձեր տղանը, այ ես նախորոքել եմ ասել, այստեղ իրանցից հեռու չի, անունները իզուր տվեցիք, ավելի շահագրգռեցիք, այստեղ, դրա համար էլ ուզում դուք առաջինը ցուցմունք տայք, ճիշտ ես արել դու ամեն ինչ, ես վախենում եմ քո ֆիզիկական համար, չէ պետք չվախենալ, այստեղ ինչ ես գնացել մտել դրանց մեջ, ես երկրորդ անգամ չեմ մտել նրանց մեջ, դրանք են եկել, տաքսի եմ սպասել ես, առաջին անգամ եմ գնացել, մտել որ ճանաչեմ, տենաս կապուշոնները դրած, ակուսները դրած, որ չճանաչեմ, գործեր ունեմ, զանգեմ, քննիչին լրացնեմ, ասածները զանգեմ, ասեմ վախեցա, բայց չեմ վախեցել, գոնե տենց ասեմ այդ մասը չեմ տեսել, չկան էնի ընդեղ աբռնված, այն էլ իրայք հետին սիրտս բաբախում ամենակ գովիս համար, ինքն ինձ էր հասկանում, ես էլ իրան, Արմին է, ասում եմ, ասա գոգոն ինչ ասել, Մարին է, ասում եմ, պետում ես, հոպարը խոսում է, սպասում խոսամ ռադս կաշեմ, պաստաբան ասեց Աննայի մոտ 1000 անգամ դուք կլինք եք, ասում եք ինչ,
ուզեք ասեք, տեսել եք անում եք տալիս, տեսել եք ոնց է տիկոն խփում, թող իրան անտերին բռնեն պատին դեպքան, եթե ինքը չի կպատվի ամեն դեպքում, եթե դուք այդ չասեք, ես տվել եմ անունը, բացի անունը տալի, ես ասել եմ, տեսել եմ, իստավետը ձեռներ, սենց էր անում, հետո տեսել եմ հրացանով, պետք է ասես ինքնախփել, մամա, պետք է ասեք ինքնախփել, մարդա դժբախտության մեջ ես, մարդա ինչ ուզում ասում է, հազար անգամ բացատես մի բան ասել, ես դուք վախենում եք, այն իրա հերթին չտվեց, հույս ունեի դուք ասես, ասում է բռնենք տանք պատին այդ ժամանակը բացայտի, իրանց պետք է այդ անտերը մեռավ ասելով, իրանց պետք է ասել է, չի ասել ինքնա ոչինչ սուտ, թող սուտ լինի ապե, ինքը չի, թող երկրի, չի ասկացնում։ Երեխեքի համար եմ վախենում մենակ, եթե դրանք ապաշխարը եկել են այդքան բան արել են, դրանք բարև չկա, որ սանտը չկցեն, բայց որ այսօր տեսա, այն օրն էլ էի տեսել, բայց մտածում է սերնից հել է եկել էի, բայց սոր տեսա, տենց հետևողական բան էլի, իջեր են կոբրանելի գում, գնացել միամիտ մատները մծրել են դրանց մեջ իմ գիժ երեխա, ինչ ուժ ստացա են մեկի սիրային, են մեկն էլ գլուխը պահեց, դրանք ամոթից են ինձնից վախենում, դրանք ամբողջ կյանքը պետք է վախենան, որն եմ ճանաչում, ասել եմ հոպարին էլ, իրանք Իսակովից են, չէ, Ոստանից էլ կան, այն մեկը շատ Արմանին նման էր, ես հիմա կասկածանքի մեջ դեմ զույգ թե չէ, բայց նման էր, եսի միրուքով էլ սենց սպիտակ, տենց հողոյի նման, տեսել էի Աննայի տանելուց, լսի Նարեկի անունը ով է տվել, իրանք Ռուբոյի կողը Հարաբաղցի Նարեկն է, մի րոպե բան ասեմ, երեխեքը ասին, Ռոբի դասարանցիները իբր մարսով, իրանք ասել են ամենում ինձ ու աղբորը ստանում են միլիցիայություն, որ անուն տան, չենք տալիս, ասի, բալաս մարսոն 8 է ասել, հիմա ծեծելու բան չկա, ես մարսոնի չեմ ասել, միամիտ երեխեք են, մարսոն եկավ տալ ջանկյանքիտ մերում, բայց երեխեքը ասել են, չի հասկացում, նկարել ինձ Ռոբիս ուղարկել է ինչ է դրա էպիզոդները, չէ բայց ասել բյոք ենք էլի, ով ինչ երեխեքը ասել են ինձ Ռոբի նկարը վերջի մարսոն իր հեռախոսով իրան նկարել է Ռոբի վերջի նկարը ժամը 11-ի նկարը, ասի նկարը ուղարկեցի մարսոյին ասեցի, ես տենց մտածեցի, որ տենց չերեզով է եկել տխտորա, ասի մարսոյից ուզեմ, ասի մարսո Ռոբիս նկարը, որ նկարել ես ուղարկելի ասեց ես չեմ նկարել, մտածին չի հասկանում, ինչ նկարի հետ ասի, որ նկարել ես Ռոբիս ուղարկի, այսօր այդ երեխեքը տեսան ասի նա ես Մարսոնը նկարել է, դե ես դրա ասածը չեմ ասում, դրա ասածը, այսօր տեսավ ասեց տատի ջանքյանքի մերն բռազում եմ, ասի Մարսո ասեց ինչ կա, չկա, ասի բան չէ քո մոտ, ասեց քեզ հեչ միլիցիայությունից կանչում են, ասեց հա, ասի ինչ են ասում, ասին ընդեղ ես եղել, թե չէ, ընդեղ չեմ եղել, ասին ապրես, ասի ծեծել են, քեզ ստիպել են, ինչ որ ման ասեց չէ, ասի բաղախորդ ասեց չէ, ասեց ես պապայից հետ եմ գնացել, որտեղ իրավունք չունեին ինձ մենակ կանչեին, Մարին հետի օֆիցիալի չէր, քննություն չէր, ինձ թվում է ես հիվանդացել եմ կրկիտ, այսօր որ ասել եմ, ես ասած մարդ չկա, որ ինենք ասեին, դրանք պապուկ բաց էին գնում գլուխներից տակ, Կին, դատավոր Գոգոյին Բարաթի ասելակո ինքնակենսագրությանը ծանոթանուց հետո ես քեզ պետք է նստացնեմ դու ապացնի մարդ ես, բա դրանք ապացույց չեն, այդ մի բանը քրդիչն էլ ասեց ձեր կողմից մի զոհա մի վիրավորա, նրանց կողմից մի զոհա 3 վիրավորը 4 հոգի, նրանց կողմից նստած է, հիմա 3 թե 4, նստած է Վահեն Տիկոլյովը, մեկ էլ երևի հերը չի հասկացվում, աչքի սաղ ալագուլա են երևում, մեր քնիչներն էլ են ալագուլա երևում, այո չես կարող ոչ մեկի վրա հույս դնել, չի հասկացում, այն մտածում եմ, այն հին փաստաբանն էլ կարող ինչ-որ բան ասած լինի նրան, Սիրունյանի Սաբերնիկա, փաստաբանն էլ կարող բան ասած լինի, բայց առաջին անգամ ասեց, որտեղ եք գնում բան, ասի առաջին սենյակում ես ու աղջիկս, ասեց արտասահմանում, որ ապրում է, ինքը ասի, ես արտասահմանում ապրող աղջիկ չունեմ, ասեց բավ արտասահմանում ապրող դեր աղջիկը, որ Սիրունյանի հետ ինքը ինչ-որ ասի, ինքը իմ եղբոր աղջիկն է, ասեմ իմանակ Սիրունյանը իրանց հետ սերտ կապի մեջ է, Էդվարդի Ներսեսի, վաբշե չեն աշխատում, չբռնեմ մի հատ գրեմ, խառնեմ իրար, ինչի պետք է գնայի մտնեի դրանց մեջ, մանջան է, տելագարը, բաղը մի օգտագործի, դու աղբորանալու խայսած ունես, տեղը չի, ինձ պետք է, որ ջոգեի քննիչին ասեի, որ չմտնեի, քննիչը չէի կարող ասեի, որ այդ մարդիկ իմ տան դեմ են եղել,
Հետաքրքիր է Գեղամը բանին չեն կանչել, մենակ Մարսոնին են կանչել, ինչից են ճոգել Մարսոնը Աննա, որ ես մի քիչ հնարավորություն ունեի Գոգո ապերին օգնելու բարիք չկա, Հայաստանի 90%-ը կարող կանգնի այդ ասի, այսօր մենք մեր ցավը Արմենը ու Ալիկեն ժամանակ որ լիներ, ինչ նկար ասես լայքում են, հիմա նայում եմ մի հատ չեն լայքում։ Մամա ջան, որտեղ մարդիկ ուզում են 1000 տարի ապրել, մեղադեպի չի, որ ես տեսնում էի Մարիամը մարդու նկար ամեն օր գցում էր, ասում էի Մարիամը ոնց ամեն օր ցավացնի չէ, Աննա ջան, տարածես, Աննա Յանը տարածա, ես ուզում եմ ուրախ ապրեմ, տենում եմ իրանց վիշտը, գնացել է գորում իրանց ցեխը, իրանց տեսել է ինչ, գնացել է Հայկոյի ցեխը այդ Արմանի բանին Ռաֆին ռազգիրա բանելու, դրանք ընդեղ են եղել տեսել է, Հայկոյի ներեցակողի գյադանա, Արմինը իրա մաման լավ մամա է, պապան չգիտեմ, Հայկոն որտեղ ես է ջոգել, ինչ է իմացել որ ասել է, տատիկ գնացել է ցուցմունք է տվել, իմ դեմի գյուղը ոնց է լինի մեկը մեկին, այսօր գոռը ասում է Խաչյանի ընկերն է, տեսել է միամիտ ֆեյսբուքով տատին չրկվել է երկուսին, ասի սուտ է ասում, քեզ էլի են կանչել, չգիտեմ, հաջորդը 24 թվական դեկտեմբերի 13-ի զրույցն է, Արմինը ասել եմ ինքը չի տեսել ոչ մի բան ներկա չի եղել, մենք էլ ոչ մի բան չենք ասում, չի ասի համոզված եմ, կամ ավտոյի համար կլինի, կամ հեռացանի չի հասկացվում, ես հետաքրքրական ոստիկանություն ես կգնամ հոլակոտ չեմ, իրանք այսօրվա համար ոչ մի տեղություն չունեն, ուրիշ մանա կգամ հետդ կսպասեմ, չէ մի հատ էլ կանչին երևի վերջի հասկացնում Լյովայի բանի վրա ցուցմունքը, մի հատ Լյովայի ասածները լավ անգիր անել, կապել են երեք Մարինեին սենց ինչ կար ասել է, Մարինը ոնց որ խելքը գցած լինի, նրան պապ ինչ կա, ինչ էին ասում, չի հասկացում, Հայկո դու կարող ես իմանաս, չի ասում տղա, կարող ես իջնես Ռուբոյից տուն, չէ լավ լսել որ գնում ենք քոլեջ, հարց տեղ էի, ով անդեղ եղել, կարող ես իմանաս։ Աննակուրիկ Մարսոն ասում է մինչև դու եկար, ինչ որ մենակով ա եղել, տաքսիով գնացել է, մենակա գնացել, հետո տաքսով ա գնացել, տղա, չէ Ռոբն ու Մարսոն են եղել, քոլեջի տեղն են եղել, ասում եմ մինչև քոգարը ես գնացել եմ, Աննա, չի իմացել ինչ թեմա է, բայց որ Ռոբը տարել է, չի ասել ինչ թեմա է, տղա, ես կոնկրետ հարցեցի ինչ թեմա է, ասեց աղջկա թեմա է, ես ընդեղ եմ եղել էլ, ուշ եմ գնացել, Աննա, հիմա նենց մոմենտալ որ հարցնում են, վախենում ա բան ասի, տղա, վախենալու բան չկա, Աննա, դրանով հետ չեմ բերի Ռոբին, պրոստը հետաքրքիր է, տղա, որ Գեղամին զանգել եք, չասեց իմ չա ոնց է, ես եմ զանգել, նա ինչ ասեց, չեմ իմանում խաբար չեմ, բարև գոքոր ապեր ոնց ես, պահի տենամ էլով կա, դուքներ չկցեք է, հա գոքոր ապեր, ոնց ես գոքոր ապեր, ովա չեմ հիշում, գորը որ եկավ հիվանդանոց Մայրամին տենան, հեսա կզանգեմ, հաջորդ ֆայլը 24 թվականի դեկտեմբերի 13-ին է, ժամը 14:42-ին, սա դրանք ցեղով որսոտ են, սա հարազատները, բարեկամները, հրացաններով, Ռոմանի աղբերը դրանց որոխորդ տղան, չի հասկացնում, ու հաստատ ինձ բան ես ասում գոր ջան բաղաս, ընդե համ սև շորովն է, համ էլ սպիտակ շորովը, իրար նման երկուսն էլ ծեծել են ձեզ, մեր մեջ ասես մի մտածեք բրդվաշ չեմ, ասես տիկին Արմին է, հնարավոր է իզուր եք պաստաբան բան վերստր բան, հնարավոր է կաշակ վերցրած լինի, պապուկ վարդ դնի, ինք իրակ գործերը սարքի, ես էլ եմ տես մտածում, բայց դժվար, իրանք ամեն ինչ անում են, որ հակվեք կեղծիքով, բալաս կեղծիքով իրանք էլ իրանք երեքներ ասում են, որ ընդեղ չեն եղել, դու մի հատ հացատկեր ու ինձ մի հատ իստրուկտաժ անես, ուշես, իմ ուրախությունը տատիկ դուք եք հասկանում ես, կյանքը դուք եք, հիմա ասուս խնդրում եմ մերն եմ մենակ Ռոբոս հետ գա, Բոյով տղայր ասեց տղես կրակի, պապան կրակեց ոտերի տակ, ինձ էլ վազելով պապա, բայց ոնց պապա որ վիրավոր հետո եկավ խփեց, ես տեղ եմ, զրովեց եկավ, մաման եկավ Արմենի ջերից այդ զենքը վերցրեց, ընդե Ռոբն ու բանն էին խփում, չէր իրար, էդի Լյովան ընգավ, զենք վերցնողը, հետո տիկոն էր աբիժնիվ չէ, հետո պետքա գալու չէ, այն ժամանակ մի 2 տարի առաջ Ռոբան ասում էր բոյով տիկո, որ եկավ ինձ տված ուրիշա, հետո ասես չեն մի տիկոնը, միշտ որ Ռոբան գնացել է բազարների, էդի հակառակ կողմից է եղել,
ոնց ես ասել, ստեղ թռավ Գոգոյի ձեռքի հրացանը վերցրեց, հետո այդ պահին բռնվեց պարկեցի քաշում էր։ Այդ չեմ կարող պատմեմ, կասեմ ոնց ա եղել, համընդեղ ես եղել, համընդեղ։ Սիրունյանն էր զանգել, ասում էր Գոգոն պետք է ուրբաթորը ցուցմունք տա։ Արմին ուրբաթորը այսօր վաղը, մյուս ուրբաթ գրել է զանգեց ասեց։ Հաջորդիվ նավեկը եկավ ասեց կանչել են ինձ, դրա համար վերջացած չի ասացում, շատ մարդ չի ջոգելով ադանագել, կարան չջոգեն։ Վահե ջան, հիշում ես, որ ասում էիր գրքի չի ընկնում, էդի ամիջնիկություն է, իրոք ամիջնիկություն է, ոչինչ։ Դե ես դեմիս խոսքեր է լսել դրա համար, հա, հենց ապրում եմ շնչելու համար երեխեքին ատեմ բերեմ, իջև տենենք ինչա լինում։ Ռոբին ճանաչողները նենց աղսուսանքով են խոսում, Ռոբս անկեղծ էր ազնիվ, չի հասկացվում հետո։ Շուտվանից էր Աշոտը ստեղ, ինչ էր ասում Աշոտը Աննա, ասում է իրանք էլ չեն ուզում նենց մարդ լինի, որ սար դուրս գա էլի, իրանց համար էլ երկա բանա, որ դեպքը բացեն զվանի բանա էլի։ Արմինը ոնց նայում ես այդ վիդեոները սրանք կազմակերպված, իրար վերան թքած, ես անընդհատ մտածում եմ 3 րոպեից մտածում 3 րոպեում ոնց նրանք հրացաններով եկել, նրանք նախապես էին հրացաններով եկել, նրանք մի հատ գալիս էին մի կողմի ավտոներով, Գոգոն այնտեղ կանգնած էր, գալիս կռում են, շարժում են, սրանք մի անգամ շում գնում, այսինքն այդ րոպեին սրանք երևի ստեղից զանգում են դրանց, ասում են հելեք զինված եկեք, նրանք մեկը մեկին ձեն են տալիս, գալիս են խնամքաշ ավտոները 4-ից 5 գալիս են այնտեղ արդեն լցված, ստեղիները նրանց է իմաց տալիս, նրանք գալիս են զինված հրացանները հետները, ասում են մթամ գնացել են, իմացել են, հոպարը մեռել է, հետ են գացել, բա այդ հրացանները որտեղից է նախորոք եղել, հոպարը հետո է մահացել, իրանց կրակոցներից հետո է մահացել, իրանց կողմից էլ էին կրակում, Արմինը, այ ինձ էր փաստաբան ուղղություն տվեց, կախտվեց, ասեմ դրանք, իրեք շատ երևի գնամ ամեն րոպե այդ մարդուն ոչ եմ զանգելու, Գոգոյի հետ իրանք բարևում են, ես ասեցի տեսա թված մեր բարեկամներ, մի վայրկյանում սա Գոգոյին խփել գցելը, Գոգոյին տշելը, երեխեքին տշելը, երեխեքին խփելը, սա մի րոպե է ու խմում են, այդ երեխաները որ խփում են, գնում են միջև, Գոգոն գալիս է, հետևներից խփում է ավտոները, գնում է արդեն խփում է, բայց ասում են հոպարը ավտոյի մեջ չի մահացել, Աննա երկրորդ կրակոցներին, որ եկել էին, իրանք էլ էին կրակում, Արմինը, խառն են 3 րոպե չի տևում, որ իրանք հետ են գալիս, ես նայում եմ վիդեոների ժամերը, գրում է ոնց նորից փոշմանել են հետ են եկել, որ քիչ են արել, իրաց նպատակը եղել է իմ երեխային սպանելը, այն ես եկել է, որ հրացան ձեռքից առնի, տոան ասում, ընդեղ 60 հատ հրացան կար, եկել ես իմ տղայի տանում եմ, իմ տղայի ձեռքից իր հրացաններ ձեռքից առնի, բա ոնց չկատարվեց, Աննա, 3 հրացաններ ստեղ, Աննա, որ սենյակը դու չես ասել, որ սենյակը կասեք, դու չես ասել, Գոգոն հասնում էր, որ սենյակն է, դե Գոգոն կասի մեկը, բայց չասին, որ սենյակն է դրած, իրանք չասին, որ սենյակն է, դե չասին, որտեղ է կողմանում է, ինձ հարցրել են, Գոգոյին հարցրել են, երևի իմ ու Գոգոյին չի բռնում, որտեղ է Արմինը, Գոգոն ասել է, Գոգոն սխալ է ասել, Գոգոն ասել է մտան, Գոգոն սխալ է ասել, դե լավ թող ասի բանի շտակ են եղել, տենց եմ ասել, թե դու չես իմացել, որ ես դերել եմ Գոգոյի սենյակը, որ երեխեքը դեր չեն Աննա, հրացանի մասին չեք տնելու, դե պետք է ասի հյուրանոց գալուց ընդել եմ տնել, դե նայի որտեղ ա եղել, որ դոշնի հյուր գալ, ինչ կապ ունի, այդ սենյակը զանիտ ա եղել հյուր գալուց, դու Գոգոն քնել եք մեջտերի սենյակը մարին իմ հետ, բայց որ հյուր չի եկել, դու քնել եք այդ սենյակը, պրոստը կգարտի ռոբի մեջ նայած չլնեն, հատո նայած լինեն, մենակ դու հետ ուղես Հաջորդ խոսակցություն դեկտեմբերի 24 ժամը 18:31-ին է եղել, Գոգո լավ ես, ով կա կողքը, մամա տանն լավ ես, լավ եմ գլուխը ոնց է գլխացավ նորմալ է, բժշկական գծով պետի տեղական էր զանգել, Արմինը Աննա այդ արտակը Աննա ինձ թվում է իրակարակացնա, Աննա Գոգոյի ինքը ասում է լույսի ուղղությամբ են կրակի, մտածել է սկզբից է մահացել արտակը, դրա համար երկրորդ վեսը հետ են եկել, սկզբից ինքը մենակ ավտոյի մեջ է կրակել, ավտոյի վրա է կրակել, չի ասկացում, Արմինը Փաստորեն ես կարամասան համլեսել եմ, համտեսել եմ կրակոցներ, Աննա, բա սկզբից ես ընդեղ եղել, դա միշնի որ համտեսատվել ես համտեսատ, Արմին, ես ուշքս գնացել էր, որ տեսա թորներից կպեցին, ընգա, ես չեմ հիշում, հետո կրակոցներից բան եղա, ընդեղ ոչ մեկ ինձ չի տեսել, որ ես ընկած եմ եղել։ Աննա չի ասկացում, Արմինը, ես կճշտեմ էդի,
ասել եմ մարդ եկավ, բայց պատիտակը շատ էին, բայց ասել եմ, որ դանակով ինքը մոտեցավ ու պետք է ասեմ, այն կողմից ինքը եկավ, Աննա, բայց ասել ես չէ, որ նրանց մեջ էր, բայց մի ասա այն կողմից մարդ եկավ, տեսա մամ Արմին է, չէ, ասել եմ, որ տես, Արմին է, չէ, լավ եմ համապատասխանում, այսինքն այն առաջինը ոնց ճիշտ է, որ իրանք ինքնին կրակումին ճիշտ է, ոնց որ միակ գոգոյին չենք ոնց կրակի հետո մի հատ էլ վազում են Էնյանի վրա, այսինքն ինչի են վազում Էնյանի վրա, որտեղից են կրակում Աննա, ես հիշում եմ շատ էին կրակում, Արմինը կրակում էին, շատ էին կրակում Աննա, այսինքն հետաքրքիր է, այդքան կրակոցը գոգոյին էին, թիրախավորել ենք, այդքան հելել են ոչ մեկը չի կպել։ Արմինը 60 հատ ընդեղ հրացան կա, դու դրանք թողել ես, եկել ես իմ տղայի հրացանը առնես։ Աննա, դու հավատացիր տենց ասել է, տենց պետք է ասել, որ չէր ասի ինադու եմ եկել, Արմինը, անց 42, դրանք սուտ են ասում, որ գնացել հետ են եկել, ընդեղ են եղել, Աննա, դե գնացել վերցել են, ընդեղ եղել են թեքել, իրանք դոյիպուր օսել են վերցել, Արմինը, մտամ ճանապարից են հետ եկել, բայց եթե ճանապարից հետ ենք եկել, հրացանները որտեղից, Աննա, բայց ես հետ եմ ասում, եթե իրանք տենց ասեն, չեն կարող ապացուցեն, բաղում ցույց տան, չէ, գալիս են գնում են, բայ էդի չկա, դրանք վերցրած եկել են Արմինը, ստեղից են, որ զանգում եմ, հերգում եմ, ապատ-ապատ զինված գալիս են, հաջորդը դեկտեմբերի 15-ի զրույցն է, երեք քնիչն էր կանչել, ասեց միջև վերջ եթանում եմ, միջև վերջ, հա շատ են գովում են քնիչին, տղայի տնգենն է, մարզի գլխավոր քնիչն է, մաման, որ մեկ-մեկ ասում է իրան փող տան կանանքի չեն տանի, ես չեմ հավատում, միլիոն էլ տան չի անի, Արմինին ասա խնդրում եմ արտադրությունը չան խնդրում եմ, դե մենք մեր մեջ ենք խոսում, ինքը այդ տղան չի, ես զարմանում եմ երկը ոնց դողի մոտով չի անցնում, ոչ ուրախանալու բան կա, ոչ հպարտանալու բան կա, ոչ մեկի հետ ոչ մի խոսակցում դուք որջում եք, հետո ասել քննիչը, նենց չի այդ գաղտնի ամանալու, ամեն ինչը տեղը գնալու, երեք Արայիկի տղեն մեր մոտ էին ուրիշ գործով, թող եկա, երբակալվածներ կային, տարան, վերին, տարան, վերին, Արմանը մեծն է, Գեղամը փոքրն է, մեծ աղբոր անունը ինչա չգիտեմ, խփենք նայենք ովքեր են հասցեով վերահսված, այն տղան եկել էր քաղաքապետարան, դե տենց լիներ կասեի տղես մի հատ թուրքի սպանել նոր մեռել է, Գեղամենց վիդեոն էլ ահագին օգնություն էր, հաշվեցի 13 կրակոց էր, անով որքուրենց բանի մեջ է, որ ասում է Արման նստի մամա ու պատորվա համար պետի հեռախոսը հազրես գոգոյի մոտ պետի ուղարկենք պատրաստող լինի տանեն տամասիններ և պայիցել են վախենում, Աննա հետո տեսա տղաս հելավ դեմս գիդես ինչ ասին, լյովիկը չեր կարա խփեր, որտեղ խոստաղանը խաշելով գլորելով տարել, ինքը չեր կարա մեծը դանակը ասում ածեցելով են տարել, Ամինը չէ, ես ասում եմ ինքնակաշ է տարել, Ռոբը իրա շալակին է, բայց ասում եմ գորոն խացող տալիս է, իրանք չեն ջոկել, մեկը ես եմ, մեկը դու ես, մեկը գոգոն է, իրանք գիտեն, Ռոբոն իրանք գեների հետ ասես թող մնա վերջում կասես ինչը Աննա, որ բացեցի ես եմ էնի, Ռոբոն է, ընդեղից ուրիշն է մոտենում, ուրիշն է զենք վերցնում ձեռից, Արմինը, ես չեմ հասկանալու այդ Արմենը ոնց է եկե ստեղ, հրացան այդ Արմենի ձեռնը, չէ եղել միշել Լյովիկի փախցնելը, չի ասկս հրացանը ձեռն է եղել, սալն է հրացաններով եղել են, կրակած պատրումի բանն էլ արտակի ավտոյի մեջն է եղել, ինքը որ կրակել է պաստորեն ինքը ավտոյի միջից կրակել է, Աննա, ինքը ավտոյի կողքը ընգած է, հիմա չգիտեմ ավտոյի մեջ է եղել, ավտոյի դուրս է եղել, Արմինը, նայում ես ավտո չի Աննա, ուրեմն այն կողմի վրա եղել, մանկապարտեզի մուտքի մոտ է եղել, Հաջորդը կեցարային բնույթի խոսակցությունները, մյուսը, ոնց չեմ հայտնաբերում էդի ով չի հասկացում, 50-60 լծվել էին միլիցիայի վարկը, դրա 2/3-ը լծվել էին ստեղ, աշոտն անգրիվ չէ, բայց մեծ մասը, նա իսենց մտնում էի քնչական, սենց նայեցի միջև աստիճանները բարձանալը զգացի, սենց շուր եկա, մեծ մասը գլուխը շուր տվեց, եթե նետարվեին, ընդեղ սաղ երևում է, չեղացներին երկուսը բերել են այդ վաղտեր, եդի առաջին ռեակցաներ, ես պարավ կնիկ էի, չեմ ճանաչում ստեղ, չեմ եղել իսկ որտեղից եմ ճանաչում, չի հասկացում։ Սենց մեջները կապուշոններն էին քաշում, մեզ մասանդարեն հիվանդանոց չէի ասում, ստեղ որ եկել են դրանք եկել են, դրանց դուրս տալու էին, աղտալու էին եկել,
Ռուբո, մտածում եմ, ցնդվում ես, մտածում ես, ցնդվում ես, արդյոք արաքսանի գոտով հարցակում եք գողերի վրա, հարց ունեք, տարեք ուրիշ տղա, այդ պիստոլետը մերն է, չի ասացում, տղա հագուն տղեկից, որ մեկնա ստեղ եղել փոքր ինչի, տղա խփողը չէ, թեկուզ ասի եսի տենա ստեղ արել մեկից մի բան, իրանք չգինեն ովքեր են ստեղ եղել, բացվել է դնեն համատեն, ասի եսա, ենա, ասի ինչ-որ մեկը չխոսան, չի լինի, ստից կռիվ չի, նենց չլինի դրը չխոսան, գողական լավ տղա չկա օրիքով, մի տարի փոքր ռոբից գողերի դասարաննա, որով տղա է, կարծեն իրար թային մի ուրիշ դպրոց են, մի տարի ուշ են դպրոց գնացել, աննա, գողոն էր զանգել, չի ասացում կին, անբատիքը դանակի անբատիքը դանակի բանով է եղել, հրազելով չի, չէ, հաչիներ դանակը տղաս կապրել մացրել են, ֆրցել են միջև հայցախը, որսորդական դանակ, կին է, ինչ ուրիշ տղա էր, իրա մտածարակեպ ուրիշ էր կին, բայց ով ախպեր տեսել եք, ով կիսուրս կին, սաղով ստեղ են եղել, կոն երեխեքից բալիններին էլի, իչքան արնախում են, արտակն ինչ զիվիլա, որ սիրածա ունեցել մի քանի տարի առաջ, վիզը կտրելա, բան, չեմ իմացել տենց բաները ասում են, ահա որ զզվելի տիպա, Կայան ջան, այդ արտակի վրա գցում են, բայց ինքը չի, կին լսի, բայց որ կիսուրը տեսել է, չի կարող ասել ողքողը, Աննա ասել է, իրանք նստած են, Աննա, Կայան ջան, ասել է, որ ինքնակեսագրություն իմանալու չեն կարող բաց թողնեմ, կին, այն որ ասում է, հիմա էլ ոչ մի բանի հետ, ոչ մի բան չես կարող հետ բերես, հիմա գողոն պետք է ստատնտատի ճշնամությունը ծնում, Աննա, ինչ-որ տեղ այդ հայվան նեղքս գալիս է, որտեղ հայտակ երևի չի հասկացել, երևի մեծ այ, երևի 20 տարեկան լակոտ է, ինչ պատճառ է լինի հասցնեն սենց, կամերան ֆիքսել է էլի ոնց են 4-ից 5 ավտո լծված գալի 0607 սաղ տենց ավտոն են գին, երեխեք անչապահած գորրին տենց են վնասել, գոգոյին, որ ձեզ ճանաչում եմ շատ եմ սիրում, հասկանում ես գրխից կրակա, անհամպես սպասում ենք վարած կյանքի մերն եմ, անհամպես սպասում ենք վարած լավ խզգամ, ինչ որ գամ, ինչ ասես կանեմ, ինչքան ճիշտ է, ինք սրտը խաղավելու համար գայի հավետի ինչ ուզեի ամրի։ Հաջորդը 17 դեկտեմբերի 24 թվականին խոսում է Ռուբոն, պապիկը աստված կպաջի դանակ զարկողին, մենակ դանակ զարկողին իմանանք, ով կիմանանք, եթե այդ դավան Ռուբո կիմանանք կենցաղեն խսոքցն, Ռուբոն ինչքան ես մխկտացել, իրանք են մխկտալու 100% այդքան իրանք էլ թոր ունեն, իրանք էլ երեխա ունեն, Աննա, աղոտները չի համապատասխանում, Ռուբո, դրանք սպասոտն են ամեն ինչի խոսակցությունը շարունակում է, Աննա, դրանք սպասում են, որ գողոն հելնի գիտեն, սաղադեն գիտեն, որ գողոն սովորական մարդ չի հետառումով, Ռուբո, չեն էլ ասում ով ախխելքի ինչի հասկացում, Ռուբո, լավ, նենցա պարզավ, Ռուբո, կասկատեքս երևի ճիշտ կլինի, բայց միջև այդ համոզվես կին, պրիսնած չեն գալի, չէ, կին, ընդեր չեն էլ էլի, որ հարցնում ես, ընդեր են էլի, բան որտեղ են եղել ոչ բարով, ինչ իմանամ իրանց ասելը ոչի, չնայած ինչքան էլ ասեն, տենց այնքան ամերոքուտ Ռուբո, ավտոյի մեջ ես եղել, տենց, եթե սուտ ես խոսում, ուրեմն մի բան պահում ես, կին, եթե սուտ ես խոսում, ուրեմն մի բան պահում ես, տղա, երեխա ըստ ձայնի, կամերան չի նկարել դրանց դեմքերը Ռուբո, հայերի սուտ բաներ են, քանի հոգ են մտնել 4, այսինքն 4-ին դատում են, մնացածին մինիմումը 4, մինիմումը 20 հոգի դատվել է ժամանակապետ, կին են խոսում։ Խոսում է Ռուբոյի աղջիկը, որ հիվանդանոցն էի, դրը չգիտեի, որ Ռոբիս հետ ինչ եղել, երևի այդ լիովիկի հերներ, ընկերներն էին, բա ձեռնա, թողել ես մտնեմ, ես էլ չգիտեմ ինչա, նրա դառն է անում, թող մեր ձեռքով մարդ չմահանել, Ռուբո աղջիկ, ինչ-որ նկաներ է գցում, Էնի այդ վահենա, էնի վահի այթալու, բերդում են իրան գտի սպանի, են հեչ, ըլնել է, ալա, աղջիկ ուզում ենք տիկոն տենց ըլնի, աղջիկ ուրիշ խոսակ տիկոն որ մեկնա, խոսակցուն շանոքն ընդհանուր դեպքի վերաբերյալ, որ էդի, այսինքն տիկոն էնա ում հետ սկսվել է, խոսում եք ին, ով որ սպանել է Ռոբոյիս, ին, նկարներ են ցույց տալիս, էսի տիկոնա, էսի սկսողնա, Ռոբոյի գլխին խփողնա, գլավնի կասկածանա, որ սպանել է Ռոբոյիս, շանապում է, էսի այդ լակոտնա, որ կանչել է աղբորը, հետո աղբերը կանչել է սրան, որպես մարդ Ռոբոյի վրա, էսի լյովնա, սրան քաշել են, տաղար են, երեխեքին ծեծել մեծել են, գոգուն գնացել է սրա հոր, մոր հետ խոսա, տենա ինչ է եղել, ինչ են ուզում երեխեքից կին,
Էսի այս տարիքի նկարան չէ 15-ից 20 տարեկան է, նորից շանակն է 19 տարեկան տիկոն է, այս ոչխամի բերել են գլավնի, մոք տիկոն են նիհարն է, տականքն է, էսի են ես բերել են որպես գլավար, էսի են թռնողն հա են ոչխարն է կասել թուրքի լամուկներ էլի 01-31-50 խոսում եք հիմա վերջը դուք մտածում եք լյովնա թե տիկոն, ինը պատասխան է լյովնա չէ տիկոնա Կին տիկոնը են նիհարը, կին, էդի տականքն ամեն ինչ տակամաց արել, ամեն ինչ տակամաց արել, կին, գողոն, որ իր աղթերների հոպարի հետ խոսացել, ասկի չի տեսել, որ կողնա կանգնած կախով խփելա գլխին։ Խոսակցությունը ժամանակում է ընդհանուր դեպքի վերաբերյալ համակարգական բնույթի, ժամը 01:34:48 խոսում եք սրանց նախաները ինչով են նման Մեռնովի տղեն, որ հիմա բանտում է, երկուսն էլ բանտում են Մեռնովի մի տղեն սպանել է իր հոր սիրածին, սրանք բարի իմաստով բհի տղա են ուղիղ ու բոլոր իմաստերը վեր ժամանակ, որ գողոն ասում է էսի բհի տղա է, էս իրենա, ես ընենց վատ ես գում շահանակում, խոսակցությունը ընդհանուր բնույթի ժամը 02:18:00-ից մինչև 02:15:50 դեպքի վերաբերյալ խոսում է մոնակրոջ Հեյզումայրը խոսում է նստած ընկերնիչի մոտ, մեկ էլ սենց անում հələ դրան նայկական Մալի վերջի մասի ես ինչ էր ժամանակում ես չեմ ասկություն Յանի վիզը կտրելու եմ տղամարդ երեխա այդ քեզ էր ասում ով է լյովը ին մալի հա հետո ասի քննիչի փաստաբանի մոտ ասի կասես այդ ինչ էր նշանակում այդ ինչ էր ուզում ինձ ասել տղամարդ երեխա իրան ասիր ին մալի հա ինչ ասեց Մարի, բա ոչ իմ բան, ես չեմ վախենում հենց այդտենց, ոչ քննիչը, ոչ էլ փաստաբանը գործ չեն անում։ Խոսակցությունը խառնում են այլ մարդիկ։ Մայր, Արմին է ասի բա բարի նպատակներով ինչի 10 հատ, 6 հատ, 7 հատ վերացաները դելակին տան վրա իմ տղան իր տան մեջ նստած, չի ասում կարակում էր, նա ինչի, ոչ խավեն է, մի կետեր չեմ կանում, ինչ է տատիկ, Արմեն, դրա փաստաբանը բայինի հարցում է կամ եկա որ ձեզ սովորացնում է, ասի դուք փաստաբան եք, ես 70 տարեկան կնիկ եմ մինչև այս նստած այդ լյովը շուռա գալի նայում է փաստաբանին, են էլ գլուխը շուռա տալիս չի իմանում որ կողմը նայի, յանի ինչ ասի, ոնց ասի են մեկն էլ քննիչն ասում է, երեխա կնել ես տատի այսօր այդ լյովի հետ էր առերսում տատի, հա մեկ էլ Արմեն հերը, շարունակում է խոսակցությունը տատի, Սումա Ռեմենից քաշեց բայց Ռեմեն չի եղել հարկի տատը, հիմա գլխարկս հանում եմ նայի, լավ նայի, ես էի, մարի, ապսոս չեն գյուլես ատկս չէ սավին, տատի վերջը աննա, պաստորեն էտի Արմենն է եղել, ես էլ ասում էի, էտ ովը, Արմենն է եղել, սպիտակ մազերով ասում է ովը, պաստորեն էտ է եղել, Արմենը շանական պատմեք քննիչում կատարված է տատի, ասել է, որ թողներս են, ասել է, որ ռուբոյի մոտը ինքն է կծել, մարի, ինչ ասել երկիմը բարի նպատակներով ոչխարը, տատիկ, իրա ուշկը գնացել անգելագետին, մարի, ինչի համար ուշկը գնացել վախից, տատիկ խփել են գլխին գնացել է հրացանը, որ վերցնում շպրտում ասում է, երեխա հետո ասում լյովը, տատիկ հա հիշողությունը սպորտսել եմ, իմ չասի ինչի հրացանը վերցել շպրտը, տատիկ ինչ ասել եմ, սաղ պաստերով ապաստերում, սաղ տոշնի, մարի ձայնագրում էր, տատիկ ասի պարոն պաստաբան, ես 70 տարեկան ես շուտ կսովորեմ, թե 20-25 տարեկան երիտասարդ տղա, բայց ինչ լավ ես ասել, շարունակությունը ընդհանուր բնույթի Տատիկ ես հարցերի ինձ ճանաչել ես չէ, ամուսնուս չէ, տղա ես չէ, բա ինչ գործում էի մեր ճանապարհասական, բայց Արտակ Հոպարը, բա այս Արտակ Հոպարը, այսինքն իմ Հոպարը, Արմինը ասի, այսինքն որ չես ճանաչել, բա ինչ ես, տղա ես մատը կրծել, գազանի նման կրծել, ինչ ես կրծել, ինչի հարտակար տղա ես հազի մեզ հավաքում էր, մենք չենք ուզում, պահում էին, մենք իրա ինքն մեզ էր պաշտպանում, ինչ էին ավտեր հաուրի չէ, հազարիկար եկար մեզ լղջեիր տղավիս հացս 2 տարեկան երեխեն գիրպե ես տղաց 3 անչապած վիրավոր թողներս ինչի եկար որ դրան դեմը լղջեիր ես տենց բանի համար չեմ եկել ոչ եմ եկելա հրացանն առնի ասի մտար հրացանը վերցրեցի տղա ասեի եթե ինձ հերոց հրացանը վերցնի տատի ես ասել եմ տղա ասեի ոչ թե որ ես կոմեին կրակում Տատիկ, ես ասում եմ, որ ես փաստաբանի նման հարցեր էի գրում, փաստաբանի գործեր ես էի անում, գրել եմ 4-ից 5 հարցեր, հետո ասի կարամ ես հարցեր տամ վահա, ասի հետո հարցրել է կնդել, հետո հասցրի կնդել, ռոպիս մի հատ է հրացանի շողոտ խփել ես փորոնով կրկին, քննիչը բայետի ով ասեց, ասի հարցից եմ իմացել, բա պատասխան չունի, բասի ասեմ, հետո ինչ եմ ասեմ, եկել տենց անում, խզվում է, շարունակում է խոսակցությունը, սկզբից շատ էին, հետո մի 25 հոգի, ասի գիտես
թեյի տենց կապակած ասի հրացանը որ խփի տան վրա նրա վրա փետ կա մեծ փետ ասի են փետը որ կա որ փետով խփին տղայից գլխին գցին քեզ թողել էին մոռացել էին քեզ դու մնացել ես այդ փետն էլ չարժի դու այդ դրա համար ասի գազազած էի փետը դրել ավտոյի վրա փետը դրել տարել էին քեզ թողել էին մնացել էի դրա համար դու մի պետք չկա այդ չարժի դրա համար քեզ թողել էին դրա համար գազազած էի մարի նոր եմ հասկանում թեխի են ասում սենցի տղա այն ժամանակ որ գորուն կրակել է բանին այդ վաղ ձեռը վնասել է ինչ է կտրված էր մատները տատի վերք էր կպած էր տղա իսկ բանը լյովի ոտներ վնասված ում ոտներ վնասված վահիկի ու չի հասկացնում վահիկը արտակի տղենա ինհա տղա բաժնում ասում էին խաբարես որ երեկ ներել ավարտություն տատիկ այդ ամենին է ասի ինչի էր եկել հասել մեր դուրը եկել էր որ հրացանը վերցնեին տատիկ չի ասում կարող եմ ասում կին դուրջ տատիկ հասկացում որ կարող ուրիշ բան արել են որ ստեղից փախնում գնում գալիս են ուրիշ հրացան վերած տվածը լինի մարի մամա տենց բան չկա տատիկ չկա բայց այդ վարկած իրակ տվել են ուրիշ տեղից կրակած լինեն Արմենի վրա մարի որ գոգոն ընդել չի ելով կրակի տատիկ գոգոն չի կրակի գոգոյի հրացանից չի ինգել ինքը աննա էդի գոգոյի հրացանից չի տղա ոչով չի կարող ասի ինչ հրացանից է տատիկ ասին լավ ասին Հաճիշտ են ասել գոգոն չի կրակել իրանք էին ասում պատի հետևից երեխայը վազելով անցել է խառախոսակցություն տատիկ Կաստավան էր ասում պետք է հետևից կրակած լինեն խոսակցությունը Արամի, Արմենի, Երանի, Մարի, Աննայի, տատիկի Արմենի միջև շարունակվում է Մարի նարկամանի բան չէր էդի դու տեսել ես ոնց է թռնում գոգոյի վրա ոնց կարող խմած մարդը թռնի կրակող մարդու վրա էդի նարկամանը տատիկ եթե իմ տղան հրացանով կրակում է իր դուրնա կրակում քո ինչ գործն է ինչի ես եկել դու տեղից եկար քո տիկունքում 6-ից 10 հրացաններ էին կրակում ինչի նրանց ձեռքից չվերցեցիր եկար իմ տղային հրացանը վերցրեցի տղա ջան դե պատասխանի խաղաղություն էի ուզում նույն խոսակցությունը կրկնում է հաջորդը դեկտեմբերի 17-ին 20:39-ից սկսված զրույցն է խոսակցություն Գեղամի Մարիի Աննայի Արմենիի միջև Մարի այդ Արմանը որ մաման ասել է ստեղ ա եղել միջև հիմա չի գտնվել բրդված չի թե պետք է Աննան ու երեխան էլ ասեն որ նոր լինի Գեղամ դե հիմա պիտի լինի Արմինեն Մարին Աննան Գեղամը քննարկեն դեպի մանրամասներ ֆայլ 4-18-24 թվական Արմին այդ ականքները ականքների հետ այդ ականքների այնքան ամիրակետելն են այնքան խմած այնքան լակած է ալեն գլուխները լցրած են որ ինձ Աննայից չտարբերեմ բացել եմ գլուխս գլխարկս հանել եմ մի հատ նայի ասում եմ հա դու ես հրացան ես քաշի հրացանի ռեմենից ես քաշի Աննան ասում է ռեմեն չկա հրացանի վերասկի ռոբոտ սատկելու են սատկելու են դրանք նենց են անում որ այդքանով բավարարում են այդ 4-ով նստեն Արմինը դրանք ուժեղ են, շատ ուժեղ են, Արմինը ռոբոտ շարունակում խոսակցությունը քննության ընթացքի վերաբերյալ երկու անգամ միլիցիայի դեմով գնացի եկա ոչ ոքի չճանաչի դիքնեին, որ տեսեի ոչ ոքի ռոբոտ լակոտ լուկուտները գինասես ինչ խմար են էթալիկյալի, ինչ պահի իրանք էլ բռնվելու ուզում ես նենց անեն, որ ցուսում չտան, չեն ուզում ցուսում տան, հասկնաս, որտեղ իրանք էթալու են սաղ դարն են նայում Տղամարդ, պետք է նստեն դա ինչ, ռուբո, ձեր տվածը չլի պետք է նստի, ռուբո, եկա էշը Արմենը, տղամարդ, հա դա Արմեն կյանքում կռիվ անելու մասին չեմ լսել, ռուբո, հա, տղամարդ, կյանքում դրանից չեմ լսել, որ կռիվ արածվին, ռուբո, հա, որ նստի, հա, դե գոգոն էլ չի պատկերացել, որ կուտան կռիվ կանելի, որ պատկերացնել ձեն կտար, ինձի ձեն կտար, ընկերոջ ձեն կտար, զենքեր, համոջան մեկի ձեն կտար չի աղբեր, տղամարդ, ըստ իրինահեզևի համոյել, որ Ռոբո, չգիտեմ, իմ բալան գնաց, տղամարդ գնաց, պիտի բալան ծաղկեսնով բալան գնաց, զրուսակնի պատմում է ռոբոյի ընկերներից, որը պետք է չփախնեին, միջև վերջ տողը կանգնացնում էին եկին դիտում 41 օրտորակին 18-12-24 թվական աննա, իմում է ռոբոյի ընկերներին, վերջը չիմացակ ռոբոն ինչի համարը գնաց են դե տղա, չէ չիմաց աննա, դու չգիտես, արավ դու ոնց որ գիտես տղա Տեսել եմ, որ ինքը մենակ եկում էր տուն, տղամա, որ կոլեջում կռիվ արել ու կնդել էիք, տղա, դե էդի ասում, որ կոլեջից հելա, հասակ կոլեջ ես դասի էի, դասատուր համովում էր, որ թողնեի ելնեի դուր, չէր թողնում տեսա, որ եկում էր տղամա, դասինքն ինքը արդեն չի հասկացնում կնորի ձայները, ամնա, տենց չի եղել, որ հարցնեց ինչ խոսակցունա,
Այդտենց վաղ չի եղել, որ իմանանք ինչ փոփոխություն ա գնացել, գոնե ինչ թեմայով ինչ ալ է, տղա չգիտեմ, որ ես եկա, ինքը գնաց ես եղից իրան տեսա, բայց ինքը դասերը պրծել էր արդեն։ Ես քեզ ասեմ, ինչ եմ հետաքրքրել, որտեղ փողը եկավ ասեց, որ որոշ փողն համար էր գնացել, որ քուրն անդե, որ գնա ակի, որ քրոջը ոչ մի բան ասած են, տղա, հա, Աննա խոսում են, տղա, ապեր բայլուս Երևան, ես մնալու ես այդտեղ, հա, այսօր մնալու եմ Երևան, Աննա, հավերջեր հետո Արնետին ասել է, իքր սիրած աղջիկ ուներ, սիրած աղջիկա աղջիկն անդեր երել, Ռոմն ասել, հա, ինքը գնացել է դրա համար, բայց հետաքրքիր է, դե էդի ոչ մի բան չի տալու, ուղղակի հետաքրքիր է, այդ սիրած աղջիկնով ունեցել է չի ունեցել, անձամբ ինձ սիրած աղջիկա վրով ոչ մի բան չի ասել, իքր մրգավանի դպրոցից այդ սիրած աղջիկը որ մրգավանի դպրոցից է բար կոլեջն ինչ որ ունի, կոլեջում էլ այդ սիրած աղջիկա աղբերն է գնացել, որ աղբեր այդ խոսա մոտը Երևան թե խոսա չջոգեցի ինչ-որ սենց մաներ, չէ իրա սիրած աղջիկա վրով բան չգիտե, բայց դիմելադելի գերամ, դու չէիր ասում, որ դու էիր հենց այդ խփոցի ժամանակ, դու էիր ընդե այդ որ դու Ալեքսիկին պահել, որ չխփեր Էդի ուրիշ կարև էր, էդի ուրիշ էր իրար տվել, ռոբը եկել էր ընդեր, Մարսեն տաքսով գնացել էր տուն, ես նենց գիրնեմ, տրամար, որ պետի կանչի ինքը տաքսով գնացել էր տուն, Հայկոն ասիկ երբա գալու, հլը զանգի, պասի զանգի, փող ունես դու, հա, որ զանգում քիչ ես եկալում, Հայկո, քեզ ենք սպասում, ուր ես բարը ռոբոցը, արամ ասես կես ժամ հարաճ դուրս եկամին, չէ կան երեխեքը, որ երեխեքը հեսա, թող Հայկոն էլ գա, չէ հարմար չի, են տղան էլ լավ տղա է, են նարեկը, հա, հավեսին տղա է, լավ դուր տղա է, հա, ընկանում են նարվում, տղան ապես դիմելաձերի տեր հայ, կրակավորները քանիսն էին, ռոբո կրակավորները, ինչ շատ էին մանկապատոզը սաղ դիրքավորվել էին, կերակում էին ստեղ, խոսակցությունը շամակեն ընտանիքի անդամների և տեր հայի միջև։ Իրանք բողոքում են մեր մոտից էլ մահկա, ձեր մոտից էլ մահկա, արեք հարմարում ենք, տեր հայ, իրանք կողմից էլ մահկա, պապան դեռ պարզ չի, մենք չգիտենք տատիկ, մեկ ինձ հայտնեց, որ այդ դրացանից չի կերակվել, ես նորից հաստավեցի, որ ասես չէ, դրացանից չի կերակվել, չի կրկությունը շարունակում ընդհանուր բնույթի տեր հայ, քանի օք են եղել, տատիկ, մի 50-ից ավելի 5 մեքենա, լիքը նստած են եկել են կամաց հարված, ոստիկանությունը արդեն կողացել է դերքի մասին պարախոսակցություն, ժամը 0:10 տատիկ, կես ժամ առաջ կանցել են եղալ ոստանք դուք կա երեզմաններ դաշտեր կանել, իկանչել են երեխային տարել են այնտեղ, եղել են մի քանի երեխեք, դրանց 50-60 տղաներ, որոնք ընդեղ են ծեծել են այդ երեխեքին այնտեղ, ոստանում ընդեղ մի քանի անգամ, հետո նրանք ծրվել են նորից են եկել, չեմ հանդիպել, որ ոնց կարող է պատահի, որ 15 տարեկան երեխան է 19 տարեկան ինքը որ խառնշի է գնում, գողական է գնում, դրանց ծեծելա, սա է չի ասում, դեր հայ, իսկ զոհը ով նրանցից, տատիկ նրանցից, այդ տղայի հորեղբայրն է եղել, որ պարզ չի հասկացվում, ինչ կրակոցներից, տեր հայ հիմա այն դարում ենք ապրում, որ պարզելը դժվար չի անա, չէ, ուղղակի ամենից շատ է երկրան շատ տանդանadrությունը, թող ինք լազերային շտավարակները դրվել են սպիտակ գույնի ծրարի մեջ կնիքը քնիչի 121 համարի կնիքով, քնիչ տապելան արկայ ստորագրություն։ Դուրգի տակ հայտարարություն պատվաժան դատարան հետազոտված հապարցի վերաբերել, նախ պատվաժան դատարան, ինչպես հիշել էի նախորդիվ, ըստ էության պաշտպանական կողմը ակնկալում է հնարավորություն հիշյալ լազերային սկավառակների ըստ էության հետազոտման, որպեսզի պայմաններում հնարավորություն կունենանք պատվաժան դատարան այնպիսի հղումներ անել, որ ի զարմանս մեզ վարույթ իրականացնող մարմինի չի գտել սույն վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող, սակայն հիշյալ հղումներով ևս հիմնավորվում է պատվաժան դատարան որոշ հետի ցուցմունքների ոչ արժանահավատ լինելը եւ իրականությանը չհամապատասխանելը, իսկ կոնկրետ հետազոտված ապահովության մասով պատվաժան դատարան կարգում հիշյալ ապացույցով ակնհայտ է դառնում, որ կոնկրետ իմ պաշտպանյալի մասով նշեմ Արման Մաթևոսյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունքը պատվաժան դատարան եւս իրականությանը չի համապատասխանում, ավելին ասեմ պատվաժան դատարան սունտ խոսակցություններից պարզ է դարձնում, որ խոսակցություններ վարող անձինք եւս չգիտեն իսկությունը, իրենց եւս հետաքրքիր է թե իրականում իրենց հարազատին եւ ազգականին
ով է այսպես ասած խփել։ Ինչ վերաբերում է պատվաժանադատան մի քանի թարմ է սույնապատսը հետազոտվել, մի քանի հղում անեն, որոնք ըստ իս շատ կարևոր են։ Վստահաբար դուք եւս նկատեցիք խոսակցության այն հատվածը, որ ըստ զրուցակիցների վերջիններից խորհուրդ են տրվում, այսինքն նշում է դու մեծ կին ես, ինչ ուզես կասես, եթե ինքը չի քննությունը կպարզի։ Այսինքն պատվաժանադատան առաջնորդվել են այն սկզբունքով, որ ամեն դեպքում անձանց դեմ մեղադրական բնույթի ցուցմունք տան եւ եթե նրանք չեն հետագայում քննությունը կպարզի։ Եթե անձը վստահ լինի պատվաժանադատարան թե ով է իր հարազատին խփել, ապա ինչու պետքա նման բնույթի խոսակցություն լինի։ Ավելին պատվաժանադատարան խոսակցություններից մեկում ըստ զննության հորաքրոջը դիմելիս հետևյալ նշումը կա, եթե իմանայր ով է խփել, ինչ կաներ։ Հետագայում պատվաժանադատարան մենք այս խոսակցությունների ամսաթվերը եւ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների ամսաթվերը եզրափակիչ ելույթի ժամանակ արդեն համապատասխան հղումները կանենք, որոնցից պարզ կդառնա, որ այն նույն ժամանակահատվածում եւ փնտրտուք էր, կարծես թե կատարող անձի եւ ակնհայտ էր, որ մեծ կասկածներ կան, չգիտեն թե ով այդ կատարող անձը, այդ նույն ժամանակահատվածում մեղադրական բնույթի ցուցմունքներ են հնչել։ Ավելին պատվաժանադատարան ըստ իս առնվազն ենթադրաբար հանցակազմի նշաններ կան սույն ներքին դիտման զննության արձանագրության մեջ, ի թիվս այլի օրինակ արդարադատությանը խոչընդոտելու պատվաժանադատան, սակայն մեզ որևէ տեղեկություն չունենք, թե արդյոք վարույթ իրականացնող մարմինը կամ հսկող դատախազը, որը այս դեպքում նաև հանրային մեղադրող էր որպես հանդես գալիս, իրենց ոչ միայն լիազորությունների, այլ պարտականությունների շրջանակներում այս առումով գործողություններ կատարել են, թե չէ։ Այսքան է այս փուլում պատվաժանադատարան։ Շատ լավ։ Մեկ այլ այլ։ Պատվաժանադատարան նախ նշեմ, որ ներկայացված դիրքորոշումը գրեթե ամբողջությամբ վերաբերում է նաև նույն վստահողջի մասով, Լևա Մանուկյանի մասով, քանի որ սույն քրեական վարույթի ընթացքում Լևա Մանուկյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք որպես այդպիսին ընդհանրապես մեկն է, որի մասով ներքին դիտմամբ ամբողջությամբ հակառակի մասին կայում, այսինքն որ հայտնած տեղեկությունները իրականության հետ կապ չունեն, այլ անձի պայմանավորվածության արդյունքում ձեռքբերված եւ տրված ցուցմունքներին է վերաբերում։ Իհարկե այս պահին հարցակնություններ չեն կարել, դրա համար հարցերը այդ մասով ավելի մանրակրկիտ չեմ ներկայացնում։ Ինձ համար եւս անհասկանալի է, թե վարույթն իրականացնող նախաքննական մարմինը ի վերջո որն է ավելի օրինական դիտել, ներքին դիտման օբյեկտիվ տվյալները, թե ցուցմունքները, որովհետեւ եթե ներքին դիտման տվյալները հիմք են թողնում, հաստատի ստացվում է, որ առհասարակ Լևա Մանուկյանի վերաբերյալ մեղադրանքը չպիտի գա դատարան։ Եվ ընդհակառակը, եթե մենք այստեղ ունենք ինչպես մյուս պաշտպանը նշեց արդարադատությանը խոչընդոտելու հետ կապված հանգամանք, ունենք նաև սուտ ցուցմունքի կամ սուտ մատնության հետ կապված խնդիր, որովհետև մարդը ենթադրյալ հանցանք կատարած անձին ուղղակի մատնացույց է անում առանց դրա վերաբերյալ իր ընկալած տեղեկությունների, որի վերաբերյալ եւս նախաքննական մարմինը որևէ իրավական քննադատական չի տվել։ Նշեմ նաև, որ Լևա Մանուկյանի վերաբերյալ երբ առաջին դատանը քննարկում էր խափամիջոցի հարց, այս ամբողջ հարցերին անդրադարձ կատարվել էր, ընդհանուր հիմնավորվածքների բացակայություններ հաստատվել, ներքին դիտման համատեքստում նաև համաձայն եմ վերաքննիչ դատական ակտը բեկանել էր, բայց ոչ թե բեկանել էր այն պատճառով, որ առաջին դատանը սխալ եզրահանգումներ է կատարել, այլ առաջին դատանը խափամիջոցի հարցի քննարկման ժամանակ շատ մանրակրկիտ է անդրադարձել հարցին, այսպես ձևակերպեմ, հիմնավոր կասկածի շրջանակներից դուրս է եկել, բայց մենք ունենք փաստացի այն իրականությունը, որ ներքին դիտման շրջանակներում ստացվում է, որ անձինք պայմանավորվածություն են ձեռք բերում, ինչպես ցուցմունքները տան, եւ կարծեք թե վարույթ իրականացնող նախաքննական մարմին փորձության են ենթարկում, այսինքն այս վարկածը վարույթ իրականացնող մարմինի վերջո կհաստատի թե կհերքի։ Իսկ վարույթ իրականացնող նախաքննական մարմինը հակառակ դիրքորոշումն է որդեգրել եւ նշված անձանց ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրել, մեղադրական եզրակացություն է հաստատվել եւ ուղարկվել դատարան։ Այսինքն ստացվում է, որ անձինք ովքեր ցուցմունք են տվել, ակնկալել են, որ ի վերջո նախաքննական մարմինը կբացահայտի ճշմարտությունը, բայց նախաքննական մարմնի ճշմարտության բացահայտման միակ ապացույցը եղել է հենց իրենց ցուցմունքը։ Այսքան է։ Հասկանալի է։ Պաշտպանական կողմը այլ հայտարարություններ ունի։
Արգլի դժոխ հայտարարությունը։ Ես կարող եմ պատասխանել։ Որպես այդպեսին հարցը պատասխան չէ, ամեն դեպքում արձագանքելու հայտարարության հանդես գալու հնարավորություն ունի։ Այն պահը, երբ կարծիք կա, որ մենք պայմանավորվում ենք ինչ-որ բանի մասին խոսելուց, ասեմ ձեզ իբր ասում հաստաբանն ասելա ինչ Հարգելի դժոխ, ձեզ ընդհատելով ուղղակի մեկ նկատառում դատարան, իհարկե դատարանը կողմերին, տարբեր կողմերի հնարավորություն տալու արձագանքելու համապատասխան հայտարարություններով հանդես գալու ուղղակի հիշեցման կարգով խորհրդում է դատարանը, որպեսզի կողմերը դրանք չվերածեն այսպես ասած եզրափակիչ ելույթների, ապա ուղղակի կար, որովհետև կողմերը հնարավորություն ունենալու համապատասխան փուլում բնականաբար եզրափակիչ Ավելի կարճ ասել, բացապես մենք ընտանիքով փորձել ենք հազիվի նման հավաքել այս ամենը, որտեղ ծանր հոգեբանական վիճակում գտնվելով հնարավոր չի։ Ես մինչև մի շաբաթ առաջ փաստեր եմ հիշել, որ լրիվ ընթացք է խորհում։ Ուղղակի մի տեսակ անջատվում է, հետո սկսում ես կամաց ինչ-որ բաներ հիշել։ Բացի այդ մարդկա մի տեսանկյունից հա տեսնում ես ամեն ինչը, մյուս կողմից մենք փորձել ենք ճշտել իրական բոլոր տեսակետներից ճիշտ է ստացվում, թե ոչ, որ սխալ ցուցմունք չտան։ Եվ հետո իմ տղան ինձ ասել էր, որ կամ տիկոնա կամ լովիկ խփեց ինձ։ Ես որ դա փաստաբանին ասեցի, որովհետև չէի ուզում, որ ես ինչ-որ սխալ մարդու մարդկային տեսակետից ելնելով չէի ուզում ինչ-որ մեկին սխալ մեղադրանք առաջարկել, չէի ուզում սկզբից դրանք ասել։ Փաստաբանը ինձ հորդորեց, ասա, եթե սխալ կգնեն, թող իրենք պարզեն, եթե ասելա տղա, դուրս ասա։ Ամենը սա։ Հասկանում։ Այլ հայտարարություններ չկան։ Նաև Պողոսյան, ձեր այսպես ասած հայտարարության, նաև ինչ-որ իմաստով միջնորդության կապակցությամբ տեսած ներկայությունը, հա, փաստացի, հա, դատական ընթացքում լազերային սկավառակի հետազոտելու, լսելու համապատասխան ձայնագրությունները ներքին դիտման։ Սա այս բանին է հենց վերաբերում։ Պատվաշան դատարանը որպես միջնորդություն այս բանին քննարկի թե Չէ, նախորդիվ ևս նշել եմ, ես չեմ կարծում, որ սա վերաբերելի ապաստների ծավալը լրացնելու միջնորդություն է, որտեղ փաստացի չի դատարանը։ Ոչ, սա հենց ցանկացած համապատասխան պահ, երբ որ պետք է փաստացի հետ իրեն ապաստները զննվի, իմ կարծիքով ամենանպատակարար ճիշտ բանը է։ Արդեն ըստ էության սկավառակը հետազոտել։ Դա արդեն համապատասխան սկավառակները բնականաբար պարոն Պողոսյան, ուղղակի օրինակ կոնկրետ գրավոր ապացույցից հետազոտելուց գրավոր ապացույցը անմիջապես հետո, թե ընդհանրապես գրավոր ապացույցների հետազոտումից հետո ընդհանուր հարել մեղադրողը գուցե նաև որպես մեղադրանքի կողմի նաև ապացույց համապատասխան հայտարարության դեպի որոշման գուցե հանդես գա, սակայն առնվազն ձեր խոսքի, ձեր միջնորդության մասով դատարանը ձեր կարծիքն է ցանկանում։ Պատվաշան դատարան, քանի որ այս փուլում հետազոտվում են մեղադրանքի կողմի միջնորդած ապացույցները համապատասխան հաջորդականությամբ, ես ընկալել եմ, որ գրավոր ապացույցներից հետո պետք է հետազոտի իրեղեն ապացույցները, այդ փուլում ես հնարավորություն տվի ըստ էության հղումներ անել։ Շատ լավ, առնվազն ձեր դիրքորոշումը դատարանին հասկանալի է, եթե նրանք կողմը որևէ բան կունենա այս մասով։ Ես գտնում եմ, որ նպատակահարմար է գրավոր ապացույցները հետազոտենք, ավարտենք, ամեն դեպքում ես էլ ցանկություն ունեմ, որ ձայնագրությունները հրապարակվեն համավասկակով, այսինքն գրավոր ապացույցները լրիվ ավարտենք, մնացել է միայն լեզանների վերաբերյալ զննության արձանագրությունը։ Եթե հրապարակենք, դրանից հետո արդեն հաջորդ դատական նիստին նաև տեխնիկապես ապահովենք եւ լսենք ձայնագրությունը։ Շատ լավ, ինչպես դատարանի ընկալման կողմերի հայտարարություններից ելնելով նաև, այսինքն ոչ միայն այդ լազերային սկավառակները, այլ առասարակ որոշակի սկավառակներ լազերային, որոնք նաև տեսակցություններ են պարունակում ամբողջապես, այդպես են կողմերը նախտում։ Շատ լավ, դատարանին հասկանալի է նաև այս մասով կողմերի դիրքորոշումը, ինչպես նշվեց կան դեռևս հետազոտման ենթակա գրավոր ապացույցներ, կարող են շարունակել գրավոր ապացույցների հետազոտումը, պարզապես նաև հաշվառելով որոշակի առումով աշխատանքային ժամը ուղղակի հիշեցման կարգով նաև նշեմ, որ դատարանը հաշվառնելով այն հանգամանքը, որ առաջիկայում դրանում է մեղադրյալ Արման Մաթևոսյանի նկատմամբ տրված խաբամիջոցի ժամկետը, առնվազն այս դատական նիստի ընթացքում նախատեսում է նաև հիշալ հարցը դարձնել քննարկման առարկա, իհարկե եթե այլ խոչընդոտներ չլինեն, նաև կողմերի կարծիքը լսելով դատարանը համապատասխան փուլում կարող է քննարկման առարկա դարձնել, առնվազն այս բանի դատարանը խոչընդոտ չի տեսնում, նաև աշխատանքային ժամից հետո կողմերի եթե կողմերը չունենան առարկություններ շարունակել աշխատանքները, շարունակել դատական նիստը իրականացնել դատավարական։ Անձամբ ես այդ առումով առարկություն չունեմ պատասխան։ Ես էլ գրեթե ավարտում ենք ողջամիտ ժամկետների պահպանելու նպատակով գտնում որ կարող ենք հետազոտել, հետո նոր հարցը քննարկել։ Շատ լավ, հետեւաբար դատարանը դեռևս չի անցնում հիշալ հարցի քննարկմանը, կարող ենք շարունակել գրավոր ապացույցների հետազոտում։
Նույն հատորի վարչության 179-181-ում արկա է որոշում նախաքննական մարմնի կողմից կայացված արտավարության փաստաթուղթ ճանաչելու և քրեական գործին կցելու վերաբերյալ։ Մասնավորապես որոշիչի մասում նշված է թիվ 275-54 քրեական ողջով։ Մեջբերում ոստիկանությունից ստացված արտաշատ քարտի ազատամարտիկների կողմից 4 դատամի որոշման հիման վրա հաշվետվողների միջնագաղթի քրեական գործողության կատարելու վերաբերյալ ստացված փողին լազերային սկավառակներում արկա ծրագրերը ճանաչել արտավարության փաստաթղթեր ու ստեղծել վարչություններին։ Դա որպես այսպեսին որոշում էր, որի եզրափակիչ մասը հրապարակեց։ Եվ հաջորդը 14-րդ հատոր 110-130 հավաքի թեր Վիվա Արմենիայից ստացված հեռախոսահամարների վերծանումների վերաբերյալ բնության արձանագրությունն է, կազմվել է 13 փետրվարի 20 թվականի Քնիչգարտելյանի կողմից Վիվա Արմենիայից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացվել է 093 42 33 93 բաժանորդային համատական տվյալների վերաբերյալ արկա տեղեկատվությունը։ Զննությամբ պարզվել է, որ երկուսից երեք էջերի զրույցությամբ պարզվել է, որ 93-43 բջջային հեռախոսահամարը հաշվառված է Արմեն Մաթեոսյանի 93-1544 00 բջջային հեռախոսահամարը հաշվառված է Գրիգոր Ռուբենյանի 077-24 հեռախոսահամարը հաշվառված է Արամ Կարապետյանի 077-83-11 բջջային հեռախոսահամարը Արտակ Մաթեոսյանի 077-63-62 հեռախոսահամարը Ջոնի Քոչարյանի 093-51-46 հեռախոսահամարը Զարին Հովանեսյանի 077-53-41-12 բջջային հեռախոսահամարը Արտակ Մաթեոսյանի 093-12-44 հեռախոսահամարը Սենա Մաթեոսյանի 097-15-44 հեռախոսահամարը Գրիգոր Ռուբենյանի 077-15-44 հեռախոսահամարը Աշոտ Բաղդասարյանի 098-33-01-58 հեռախոսահամարը Արմինուի Բաբաջանյանի 093-46-04 հեռախոսահամարը Արմեն Մաթեոսյանի 077-04-12-71 Ջոնի Քոչարյանի 093-93-01-49 Ջոնի Քոչարյանի 077-02-65 Արտակ Մաթեոսյանի 077-02-55 Արտակ Մաթեոսյանի 077-83-17 Կրկին Արտակ Մաթեոսյանի անվան։ Չորրորդ էջիզնությամբ պարզվել է, որ արկան հետևյալ զանգերը և տեղողությունները։ 5-ից 6-րդ էջիզնությամբ պարզվել է, որ դրանում արկա վերակվարկազդեցին հեռախոսահամարների գործունեության ժամանակ ըստ որի բացի 093-12-42-43-42-15-33 077-15-44 հեռախոսահամարները հեռախոսահամարները ակտիվ են մինչև օրս, իսկ 093-12-44 գործել է մինչև 11-12-24, 093-42-18-33 գործել է մինչև 11-11-24, 077-15-44 մինչև 15-11-24։ Արկային նաև սերիական համարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 30-48 էջերիզնությամբ պարզվել է, որ դրանք վերաբերում են հիշյալ հեռախոսահամարների կատարված զանգերի և բջջային հեռախոսահամարները սպասարկված ալեհավաք կայանների։ Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջոնի Քոչարյանի անվան պատճառված 077-04-12-71 բջջային հեռախոսը դեպքի օրը 0-11-24 թվականին օգտագործվել է ոչ թե Ջոնի Քոչարյանի, այլ վերջինիս հայտ Գարիկ Քոչարյանի կողմից։ Հիմնավորվել է նաև, որ Աշոտ Բաղդասարյանի անվան պատճառված հեռախոսահամարը դեպքի օրը օգտագործվել է ոչ թե Աշոտ Բաղդասարյանի, այլ հանգուցյալ Ռոբերտ Հովենյանի կողմից։ Ռոբերտ Հովենյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը 16 նույն օրը 0-11-24 թվականին 16-20-20-16 րոպեներին զանգահարել է 0-77-15-44 բջջային հեռախոսահամարին զրուցել է համապատասխան րոպեներ։ Ռոբերտ Հովենյանի կողմից օգտագործված 0-77-15-44 բջջային հեռախոսահամարը սպասարկել է
Համապատասխանաբար Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 հացեում Դալար բնակավայրում Պատկանյան փողոցի 62 հացեում գտնվող սերկայանների կողմից Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 հացեում եւ Պատկանյան 62 հացեում գտնվող սերկայանները գտնվում են հարակից դեպքի վայր հանդիսացող Արտաշատ քաղաքի ազատամարտիկների փողոցի 4 հացեում Ռոբերտ Ռուբենյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը 9:26 րոպեին զանգարել է 077-77-58-57 բջջային հեռախոսահամարին դրությամբ 0.03 րոպե։ Ռոբերտ Ռուբենյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 հացեում գտնվող սերկայանի կողմից, որը հարակից է դեպքի վայրին։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը նույն օրը 27 րոպեին զանգարել է 0.93-45 րոպեին Զրոպետ բջջային հեռախոսահամարին 0.00 րոպե Ջոնի Քոչյանի հեռախոսահամարը սպասարկման վայրը սերկայանը չի պարզվել։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը 20 րոպեին զանգարել է 0.94-25-41-11 0.0.12 րոպե կրկին սերկայանը չի պարզվել։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարի 0.11 թվականի ժամը 20:15-20:20:43 րոպեին զանգարել է 0.77-83-41-11 հեռախոսահամարին դեպքի ժամանակ օգտագործվել է հանգուցյալ Արտակ Մարտիրոսյանի կողմից։ Զրուցել համապատասխանաբար 00:13 րոպե։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործված 0.77-63-62 հեռախոսահամարը 20:30 րոպեին սպասարկվել է Ոստան բնակավայրի համապատասխան սերկայանի կողմից, որը հարակից է դեպքի վայրին։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը զանգահարել է 20:16-ին 0.77-11-31-ին 0.0010 րոպե կրկին սերկայանը չի երևում։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը նույն օրը 20:30 րոպեին զանգահարել է 0.77-61-63 րոպե սպասարկվել է Տիգրան 2 կոտրակ 2 հացեում գտնվող սերկայանի կողմից, որը գտնվում է ազատամարտիկների փողոց 4 հացեին հարակից։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը 20:40 րոպեին զանգահարել է 0.74-94 համարին, սերկայանը չի արտացոլվել։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը 20:45 զանգահարել է 0.98-3-20 հեռախոսահամարին 0.028 րոպե։ Ջոնի Քոչյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարը սպասարկվել է Կիրովի 11 հացեում գտնվող սերկայանի կողմից։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 19:59-ին 2 անգամ 20:20-20:31-ին 2 անգամ 20:32-20:33 րոպեին զանգահարել է 0.77-15-44 բջջային հեռախոսահամարին դեպքի ժամանակ օգտագործվել է Աննա Բադասյանի կողմից 0.0 համապատասխանաբար 0 րոպեներ։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված հեռախոսահամարը ժամանակահատվածում սպասարկվել է Արտաշատ քաղաքի օգոստոսի 23 կոտրակ 62-ը Արտաշատ քաղաքի Կիրովի 12 Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 հացեում գտնվող սերկայանների կողմից։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 19:59-20:00 րոպեին զանգահարել է 0.98-93-53-03 բջջային հեռախոսահամարին 0.5 համապատասխանաբար 0.0026 րոպե։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը վերնշած ժամանակահատվածում սպասարկվել է օգոստոսի 23 կոտրակ 62-ը հասցեի սերկայանի կողմից։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը նույն օրը զանգահարել է 0.77-84-50 հեռախոսահամարին 0.0044 րոպե դեպքի ժամանակ օգտագործվել է Լևոն Մանուկյանի կողմից։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի զանգը սպասարկվել է Պատկանյան 62-ը հացեում գտնվող սերկայանի կողմից։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը 20:15 րոպեին զանգահարել է 0.93 րոպեին, որի ժամանակ դեպքի ժամանակ օգտագործվել է Լևոն Մանուկյանի կողմից, սպասարկվել է Պատկանյան 62-ը հացեում գտնվող սերկայանի կողմից։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը 20-21 րոպեի 2 անգամ զանգահարել է 0.77-83-41-12 հեռախոսահամարին 0.0 համապատասխանաբար 0.0020 րոպե օգտագործվել է հանգուցյալ Արտակ Մարտիրոսյանի կողմից։ Վահե Մաթևոսյանի հեռախոսահամարը ժամանակ սպասարկվել է Արտաշատ քաղաքի Սաղաթական 989 Կիրովի 12 հացեում գտնվող սերկայանի կողմից։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարները 20-22 րոպեին զանգահարել է 0.96-99-91 հեռախոսահամարին 0.003 րոպե։ Վահե Մաթևոսյանի կողմից օգտագործված հեռախոսահամարը սպասարկվել է Կիրովի 12 հացեում գտնվող սերկայանի կողմից։ Արտակ Մարտիրոսյանի կողմից օգտագործված
0-11-12 Զանգարել 0-3-52-14 հեռախոսահամարին 0-241 րոպե։ Արտակ Մաթեոսյանի կողմից օգտագործած բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոցի տախտասյան գտնվող սերկարանի կողմից։ Արտակ Մաթեոսյանի կողմից օգտագործած բջջային հեռախոսահամարի 20:05 րոպեին զանգ է կատարվել, որը սպասարկվել է Պերկի Մանուշյան փողոց տախտասյան գտնվող սերկարանի կողմից։ Արտակ Մաթեոսյանի կողմից նույն օրը 20:14-ին երկու անգամ 20:15-20:26-ին զանգարել է համապատասխան բջջային հեռախոսին, որը շարժվել է Արտակ Մաթեոսյանի կողմից, որը սպասարկվել է համապատասխանաբար Սամվել Հակոբյան 169 Արտաշատ քաղաքի Պատկերյան փողոց 12 հասցեում Ռոստան բնակավայրի Տիգրան մեծ 2 կոտրակ 2 հասցեում գտնվող սերկարների կողմից։ Արտակ Մաթեոսյանի կողմից բջջային հեռախոսահամարը 20:16-ին երկու անգամ 20:35-ին զանգարել է Ջորիկ Փեշանի անվամբ հաշվառված վերջին օգտագործող բջջային հեռախոսահամարին տարբեր զրույցներ է ունեցել, որը սպասարկվել է կրկին Պատկերյան 62 հասցեում Կիրովի 12 հասցեում և Տիգրան մեծ 2 կոտրակ 2 հասցեում գտնվող սերկարների կողմից։ Արտակ Մաթեոսյանի կողմից 20:18-ին զանգարել է զանգի կատարվել 0-93-18-83 հեռախոսահամարին, որը կրկին սպասարկվել է Սամվել Հակոբյան փողոցի տեղակայված սերկարանի կողմից։ Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ հանգուցյալ Արտակ Մաթեոսյանի անվամբ հաշվառված բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 0-11-20 օգտագործվել է ոչ թե Արտակ Մաթեոսյանի, այլ վերջինիս մայր Վարսենի Խաչատրյանի կողմից։ Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արամ Արմենի Կարապետյանի անվամբ հաշվառված հեռախոսահամարը դեպքի օրը չի օգտագործվել Լյովա Մանուկյանի կողմից։ Տիգրան Մաթեոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 20:00-20:05-ին զանգարել է 0-93-42-18 հեռախոսահամարին զրուցել համապատասխանաբար 0-30-00-22 րոպեներ օգտագործվել է Տիգրան Մաթեոսյանի կողմից, որը սպասարկվել է Սամվել Հակոբյան փողոցի 169 հասցեում գտնվող սերկարանի կողմից։ Տիգրան Մաթեոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը 20:06-20:02 անգամ 0-20-14-20-20-30 րոպեին զանգարել է 0-77-88 հեռախոսահամարին, դեպի ժամանակ օգտագործվել է Լյովա Մանուկյանի կողմից, զրուցել համապատասխանաբար 00:12 և 00:00 րոպեներ։ Տիգրան Մաթեոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Սամվել Հակոբյան 169 հասցեում գտնվող Մանուկյան փողոցի 10-րդ հասցեում գտնվող Արտաշատ համայնքի նորաշեն բնակավայրի ներսակայական փողոցի 37 հասցեում գտնվող սերկարների կողմից։ Տիգրան Մաթեոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարները ժամանակահատվածում վերնշված սպասարկվել են Սամվել Հակոբյան 169 հասցեում գտնվող սերկարների կողմից։ Նույն օրը 20:13-20:22 րոպեներին Տիգրան Մաթեոսյանի կողմից կատարված հեռախոսազանգերը սպասարկվել են Մանուկյան փողոցի 10-րդ հասցեում Արտաշատ քաղաքի Կիրովի 12-րդ հասցեում Ռոստան բնակավայրի Տիգրան մեծ 2 կոտրակ 2 հասցեում գտնվող սերկարանների կողմից։ Գրիգոր Ռուբենյանի կողմից օգտագործված 0-93-15-44 հեռախոսահամարը դեպքի օրը 19:34-19:52 րոպեին զանգարել է 0-93-12-44 հեռախոսահամարին, շահագործվել է Տիգրան Մաթեոսյանի կողմից հեռախոսահամարը, զանգը տևել է 0-0-15 րոպե։ Գրիգոր Ռուբենյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Տիգրան մեծ 2 կոտրակ 2 օգոստոս 23 կոտրակ 69 և Սամվել Հակոբյան փողոցում տեղակայված կայարների կողմից։ Գրիգոր Ռուբենյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը 19:20-20 Մաթեոսյանի կողմից համապատասխանաբար 00:43-03-13-00-11-00-11-0-0-32 րոպեներ։ Արմեն Մաթեոսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարը
հեռախոսահամարը սպասարկվել է Տիգրան 2 կոտրակ 2 Կիրով փողոցի 12 Մանուշյան փողոցի 10-րդ հազարում գտնվող սերկանների կողմից միայն ժամանակին 20:06-ին Արմեն Մաթեոսյանի կողմից զանգ է կատարվել Գրիգոր Ռոբինյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարին, որը սպասարկվել է Սամվել Հակոբյան 169 և Կիրովի փողոցի 12 հազարում գտնվող կայանների կողմից։ Նույն օրը Արմեն Մաթեոսյանի կողմից 20:10-20:26 րոպեներին զանգ է կատարվել Արտակ Մաթեոսյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարին։ Արմեն Մաթեոսյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 20:40-20:40-20:43 անգամ զանգահարել է 93-56-57 հեռախոսահամարին, սպասարկվել է Ոստան բնակավայրի 2 կոտորակի 2 Տիգրան 1 2 կոտորակի 2 ասել գտնող սերկանների կողմից։ Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Արմեն Կարմիկի Մաթեոսյանի անվան փաստորոշ հեռախոսահամարը դեպքի օրը կարգավորվել է Արմեն Մաթեոսյանի կին Վարդուհի Մաթեոսյանի կողմից։ Արմեն Մաթեոսյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը համապատասխանաբար դեպքի օրը 19:12 րոպեին զանգահարել է 93-29-70-45 հեռախոսահամարին 00:00 րոպե տևողությամբ։ Արմեն Մաթեոսյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Տիգրան 2 կոտրակ 2 ասել գտնվող սերկայանի կողմից։ Արմեն Մաթեոսյանի կողմից օգտագործող 93-51-45 բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 19:43-21:21 անգամ զանգահարել է 99-90-18-45 հեռախոսահամարին։ Սերկայանները պարզված չեն։ Արմեն Մաթեոսյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը նույն օրը 20:04 րոպեին զանգահարել է 93-25-70-46 հեռախոսահամարի 00:00 րոպե։ Հիշյալ հեռախոսազանգը սպասարկվել է Պատվենյան փողոցի 62 դեպ հասել գտնող սերկայանի կողմից։ Արմեն Մաթեոսյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը զանգահարել է 93-56-57 հեռախոսահամարին, որը սպասարկվել է Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 հասել գտնող կայանի կողմից։ Կատարված նախաձեռնությամբ հիմնավորվել է, որ Ջոնի Քոչարյանի անվան փաստորոշ հեռախոսահամարը դեպքի օրը 03-93-49 շարժվել է Ջոնի Քոչարյանի կողմից Սվետլանա Քոչարյանի կողմից։ Աննա Բադասյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը 19:56 րոպեին զանգահարել է 93-25-73 հեռախոսահամարին, կայանը պարզված չէ։ Աննա Բադասյանի կողմից օգտագործող հեռախոսահամարը կրկին 20:28-ին զանգ է կատարվել 91-81-88 հեռախոսահամարին, որը սպասարկվել է Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 ասել գտնվող սերկայանի կողմից։ Աննա Բադասյանի կողմից դեպքի օրը 20:30-20:42 զանգ է կատարվել Ռոբերտ Սարգսյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարին, որը սպասարկվել է Տիգրան 2 կոտրակ 2 և Պատվենյան փողոցի 62 հասցեն գտնող կայանների կողմից։ Արմենի Բաղարյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը ժամը 20:06 րոպեին զանգահարվել է 077-92-66 հեռախոսահամարի 00:00 րոպե սպասարկվել է Կիրովի փողոցի 12 հասցեն գտնող կայանի կողմից։ Կրկին նույն օրը 20:20-20:09 հեռախոսազանգ է կատարվել, որը սպասարկվել է Կիրովի փողոցի 12 հասցեն գտնող կայանի կողմից։ Արմենի Բաղարյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը նույն օրը 20:44-20:21 անգամ զանգահարել հեռախոսահամարին օգտագործվել Ռոբերտ Սարգսյանի կողմից սպասարկվել Սամվել Հակոբյանի փողոցի 165 հասցեով գտնվող սերկայանի կողմից։ Հաջորդիվ զննությամբ պարզվել է, որ դրանք վերաբերում են նյութային զանգերի ստացված զանգերի ժամանակ վերջինների տեղակայումներին։ Կատարված նախաձեռնությամբ հիմնավորվել է, որ Արտակ Մաթեոսյանի անվան փաստորոշ 077-65 հեռախոսահամարը դեպքի օրը 10:24 չի շահագործվել Արտակ Մաթեոսյանի կողմից և հնարավոր չի եղել պարզել դեպքի օրը թե ում կողմից է շահագործվել։ Կատարված նախաձեռնությամբ հիմնավորվել է, որ Ջոնի Քոչարյանի անվան փաստորոշ հեռախոսահամարը դեպքի օրը շահագործվել է ոչ թե Գարիկ Ջոնի Քոչարյանի, այլ վերջինից հայ Գարիկ Քոչարյանի կողմից։ Ջոնի Քոչարյանի կողմից օգտագործող բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 19:00-20:16-ին սպասարկվել է Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 հասցեն գտնվող սերկայանի կողմից, Պատվանյան փողոցի 62 հասցեն գտնվող սերկայանի կողմից, Ոստան բնակավայրի Տիգրան 2 կոտրակ 2 հասցեն գտնվող սերկայանի կողմից, Սամվել Հակոբյան փողոցի 165 հասցեն գտնվող սերկայանի կողմից։ Արմեն Մաթեոսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Պատվենյան 62
Պատկանյան 62 դեր հասցեն գտնվող սերկարանների կողմից։ Ինչպես նաև Սամվել Հակոբյան 165 հասցեն գտնվող սերկարանների կողմից։ Խարտակ Մաթեոսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Պատկանյան 62-ը Արտաշատ Կիրովի փողոցի 10-րդ գտնվող, ինչպես նաև Արտաշատ քաղաքի թիվ 5-րդ դպրոցի հարևանությամբ գտնվող սերկարանների կողմից։ Պատրաստ նախագծությամբ հիմնավորվել է, որ Արտակարգի Մաթեոսյանի անվան պատվիրատուի 77-ի երեգիցի 110 հեռախոսահամարը դեպի 2024 թվականին շարժվել է ոչ թե Արտակարգի Մաթեոսյանի, այլ Ռուսից Մայր Արսենիկ Հայտարյանի կողմից։ Տիգրան Մաթեոսյանի բջջային հեռախոսը սպասարկվել է նույն օրը 19:34-19:22 րոպեներին Սամվել Հակոբյան 169 Մանուշյան փողոց 10-րդ գտնվող սերկարանների կողմից։ Կատարված նախագծությամբ պահվել է, որ Արմեն Գարիկի Մաթեոսյանի անվան պաշտպանված հեռախոսահամարը դեպքի օրը շարժվել է ոչ թե Արմեն Գարիկի Մաթեոսյանի, այլ Վերջինսկի Վարդուհի Մաթեոսյանի կողմից։ Պարզվել է նաև, որ Ջոնի Գարիկի Քոչյանի անվան պաշտպանված 93-93 հեռախոսահամարը դեպքի օրը 0-10-24 թվականին շարժվել է ոչ թե Ջոնի Գարիկի Քոչյանի, այլ Վերջինսկի Քոչյանի կողմից։ Աննա Բաղդասարյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը դեպքի օրը 20-20-30-20-45 րոպեներին զանգ է ստացել Ռոբերտ Սարգսյանից, որ սպասարկվել է Պատկանյան փողոցի 62 հասցեին և Կիրովի փողոցի 10-րդ գտնվող սերկարանների կողմից։ Արմենուի Բաբաջանյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը նույն օրը ժամը 15:41-ին զանգ է ստացել 93-15-44 հեռախոսահամարից։ Հեռախոսահամարներից սպասարկվել են Պատկանյան փողոց 62 հասցեին գտնվող սերկարանի կողմից, ինչպես նաև Սամվել Հակոբյան փողոցի 165 հասցեին գտնվող սերկարանի կողմից։ Այդքան է զննության արձանագրությունը և վերջին ապահովությունն է գրավոր նույն հատոր բաղթիքեր 135-154 վերենշված տեղեկատվության պլանի հիման վերաստացված բջջային հեռախոսահամարների բջջային հեռախոսահամարով կատարված զանգմունքային և կային զանգերի և դրանք ստացված ալեհավատկաները պարունակող տելալերը պարունակող լազերային սկավառակը քիմիչի կողմից ճանաչվել են արտահայտային փաստաթղթեր։ Այսքանը շատ լավ, ինչպես արդեն իսկ նախորդիվ քննարկվեց կողմերի հետ, արդեն համապատասխան տեսաձայնագրությունները, լազերային սկավառակի ուսումնասիրությունը, այսինքն ձայնագրությունները լսելը, որոշակի տեսագրությունների դիտումը թողնվի արդեն հաջորդ դատականիստի միևնույն ժամանակ կողմերին առաջարկում եմ մինչև հաջորդ դատականիստեն կա ժամանակահատվածը նաև օգտագործել համապատասխան րոպեներ, հատվածներ առանձնացնելու այն հատվածները, որ ըստ կողմի առավել անհրաժեշտ է սյունիքական գործի համար ուսումնասիրելու հետազոտելու նպատակով, որպեսզի այդ ընթացքը հաշվի առնելով նաև ծավալը տեսագրությունների, ինչպես նաև ձեռնարկությունների մեծածավալությունը, որպեսզի լինի այդ ամենը դրանց ուսումնասիրությունը հետազոտումը լինի պրոդուկտիվ գործի քննության ողջամիտ ժամկետների սկզբունքի հետ համատեղում։ Այսպիսով հարգելի կողմեր նման պայմաններում առաջանում է անհրաժեշտություն հիմնական դատալությունները հետաձգելու մասնամասով երկու կողմերի հայտարարություններ կարող են հայտարարություններով հանդես գալ, եթե չկան հայտարարություններ, մինչև հիմնական դատալությունները հետաձգել, ինչպես արդեն նշվեց, քանի որ առաջիկա ժամանակահատվածում դրանում է սույն գործով վերաբերյալ Արման Մաթեոսյանի նկատմամբ կտրված խաբհամիջոցի ժամկետը, դատարանը գտնում, որ այժմ անհրաժեշտ է սույն դատականիստի ընթացքում
անցնել հիշալ հարցի քննարկմանը։ Չկապակցությամբ հարգելի հանրամետով խոսք կդնում է ձեզ դիրքորոշում հայտնելու։ Պատվարժան դատարան գտնում եմ, որ դեռևս շարունակում են արկա լինել այն ինքը, որ Մեղադյալ Արման Մաթեոսյանը գտնվելով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Մասնավորապես գտնում եմ, որ դեռևս արկա են դատարանի նախորդ սահմանված մտահոգությունների մասով եւ միևնույն ժամանակ կատարված քննության ժամանակ դատական ընթացքում ձեռք են բերվել նոր էական տվյալներ, նոր փաստական տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հիմնավորված համարել, որ չեզոքացվել կամ նվազել է այդ հիմքի արկայությունը։ Ուստի միջնորդին ու 3 ամիս ժամկետով կանանք է երկրացնել։ Տուժով Բաղդասարյան, ձեր դիրքորոշում։ Տուժով Խաչատյան, ձեր դիրքորոշում։ Երդեն։ Շատ։ Պարոն Պողոսյան, ձեր դիրքորոշումը քննարկվող հարցի կապակցությամբ։ Պատվարժան դատարան բնականաբար առարկում եմ ներկայացված միջնորդության դեմ հետևյալ պատճառաբանությամբ նախ պատվարժան դատարան թե դատան իր դատական ակտում եւ թե հարգելի հանրային մեղադրողը իր միջնորդությամբ նշեց, որ ի հայտ չեն եկել նոր այնպիսի փաստական տվյալներ, որոնք օրինակ խոսեին այն մասին, որ այլևս կալանք խափանման միջոցը արդիական եւ անհրաժեշտ չէ։ Հիմա պատվարժան դատարան այս հարցի կապակցությամբ երբ խոսքը գնում է շարունակական կալանքի մասին, ես գտնում եմ, որ ոչ թե պետք է ինչ-որ փաստական տվյալներ ի հայտ գան, որ դրանից որոշվի, որ անձի նկատմամբ հնարավոր է ավելի մեղմ խափանման միջոց կիրառել, այլ ընդհակառակը պատվարժան դատարան միջնորդություն հարուցող կողմը, այսինքն խիստ խափանման միջոց ակնկալող կողմը, այս դեպքում հարգելի հանրային մեղադրողը, ամեն անգամ պետք է դատարանի ներկայացնի ավելի ծանրակշիռ տվյալներ հիշալ խափանման միջոցի պահպանման համար, որովհետև պատվարժան դատարան շարունակական կալանքի դեպքում չի կարող անձը կալանավորված մնալ միևնույն ենթադրությունների մակարդակի մտավախություններով, ինչ օրինակ նախնական դատալսումներին, ինչ օրինակ նախաքննության ընթացքում եւ այս դեպքում երբ մենք արդեն ունենք տևական կալանք պատվարժան դատարան։ Հիմա այս պայմաններով առաջնորդվելով ես կարծում եմ, որ մեղադրողի կողմից չի ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, ըստ որի դատարանը գտնի, որ ծայրահեղ խիստ խափանման միջոցն է անհրաժեշտ որպեսզի զսպի բոլոր ռիսկերը։ Ընդ որում պատվարժան դատարան կրկնում եմ, որ այդ բեռը ունի հարգելի հանրային մեղադրողը։ Հիմա պատվարժան դատարան քաչ հայտնի է, որ այս փուլում բնականաբար դատարանը անդրադառնում է միայն հիմքերին, դա ես ինքս տիրապետում եմ, սակայն ամեն դեպքում գտնում եմ, որ թե հիմքերի մակարդակում անգամ հետազոտվող ապացույցները կարող են դատարանի ներքին համոզմունքի վրա ազդեցություն ունենալ, այս փուլում բնականաբար դրական ազդեցություն, այն պայմանով, որ պատվարժան դատարան, տեսեք, խափանման միջոցը ընտրվել է, որպեսզի պաշտպանյալս ազդեցություն չունենա վարույթով անցնող անձանց վրա։ Հիմա Խի պետք է անձը նման ազդեցություն ունենա, օրինակ, որ խուսափի մեղադրանքից, պարզից է պարզ է, ուրիշ ինչը կարող է շահագրգռել անձին, եթե ոչ օրինակ մեղադրանքից խուսափել է։ Պատվարժան դատարան, նախ ես կասկած չունեմ, որ անձը չի կարող դատապարտվել մի արարքի համար, որը վստահաբար չի կատարել, բայց դա մի կողմ այս առումով այս ներքին դիտման ապացույցի պես ավելի ծանր ապացույց պաշտպանական կողմի համար, իօգուտ պաշտպանության ավելի ծանր ապացույց ես չեմ պատկերացնում։ Հիմա սրանից այն կողմ անձը ինչ շահագրգռվածություն պետք է ունենա։ Հիմա այս փուլում պատվարժան դատարան մտավախությունները պետք է լինեն շոշափելի։ Լավ, մեղադրական բնույթ ցուցմունք տվող անձը առաջին հերթին դատավարական, այսպես ասած, հակառակ կողմում է։ Եվ ողջամիջի ենթադրել, որ Մաթեոսյանը կարող է խնդրել օրինակ Տիկին Բաբաջանյանին, որ վերջինս փոխի իր ցուցմունքը, բնականաբար չի կարող։ Վերջինիս ցուցմունքները պատվարժան դատարանը արձանագրված են նաև նախաքննության ընթացքում։ Հիմա ինչը կարող է օգնել մեզ, որ դա հետք է, որպեսզի Մաթեոսյանը ինչ-որ մեկի վրա ազդի, ոչ պատվարժան դատարան, այս ներքին դիտումն օբյեկտիվ բնույթի ապացույց, որ սրանից այն կողմ անձը որևէ այլ նոր ապացույցի կարիք չունի։ Ընդ որում պատվարժան դատարան, այստեղ երկու հանգամանք պետք է առաջնորդել։ Առաջինը
Այն ապացույցները, որոնք նոր պետք է ձեռք բերվեն, բնականաբար այս փուլում դրանց մասին իմ կարծիքով գոնե չի կարելի խոսել, եւ արդեն ձեռք բերված ապացույցները։ Հիմա ներկա իրավակարգավորումները պատվաժան դատարան, հաշվի առնելով, որ նաեւ հարցաքննությունները իրականացվում են տեխնիկական միջոցներով, այսինքն այս իրավունքի զարգացումը ամբողջությամբ գնացել է այն ուղղությամբ, որ հնարավորինս ապացույցը ձեռք պահի անձի միջամտությունից։ Հիմա այս պայմաններում պատվաժան դատարան մենք ակնկալում ենք որևէ առարկայական հիմնավորում, թե ինչպես կարող է Մաթևոսյանը ազդել արդեն գոյություն ունեցող ապացույցների վրա։ Պատվաժան դատարան վստահեցնում եմ, որ տարածի այնպես է գրված դատական ակտում, ինչպես ես նշեցի կապված նոր փաստական տվյալների հետ։ Հիմա պատվաժան դատարան գտնում եմ, որ այս հանգամանքներով պայմանավորված առաջին հիմնավորված չի խոչընդոտելու հավանականությունը եւ երկրորդ, ինչը չափազանց ակնհայտ է, հիմնավորված չի անգամ որոշակի մտավախություն լինելու դեպքում, թե խի պետք է ամենախիստ ծայրահեղ խափանման միջոցը ընտրվի, շարունակվի ընտրված մնալ պաշտպանյալից նկատմամբ։ Ինչ վերաբերվում է պատվաժան դատարան փախուստի հիմքի մտավախությանը, իմ կարծիքով այստեղ թեպետ արդեն ակնհայտ է, որ դատարանը չի կիսել պաշտպանական կողմի կարծիքը, բայց այստեղ շատ ակնհայտ է, երկու կարծիք չի կարող լինել, նաև առաջնորդվելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, թեպետ նախորդիվ ևս նշել եմ, բայց ամեն դեպքում հիմա ստիպված կրկին պետք է նշեմ, որպեսզի ամբողջական լինի իմ արկությունը։ Այսպես պատվաժան դատարան 2023 թվականին վճռաբեկ դատարանի Փիրումյանի բարույթով արտահայտեց այն իրավական դիրքորոշումը, հիշյալ դեպքում ևս անձը տևական ժամանակ հայտնի չէր նրա գտնվելու վայրը եւ ինքնական ներկայանում է։ Հիմա ինչ նախադեպային դիրքորոշումը տալի վճռաբեկ դատարանը, որ առնվազն ներկայանալու պահից սկսած այլևս արդիական չի փախուստի հիմքը։ Հիմա պատվաժան դատարան։ Եկեք մի պահ պատկերացնենք անձ, որը ցանկանում է թաքնվի, փախուստի դիմի եւ ընդհանրակյա կյանք վարի։ Լավ, գտնվելով արտասահմանում, իմանալով իրեն սպասվող իրավական իրադարձությունները, պետք է գալ Հայաստան, կալանավորվեր, սպասել կալանքը փոխվեր նոր դիմեր փախուստի, չէ՞ ներկայան անձը, պատվաժան դատարան։ Սույն բարույթով ապացուցած տվյալները, որ Մաթևոսյանը ինքնական ներկայացել է վարորդականացնող մարմին, համապատասխան դիմում ենք ներկայացրել, մեր նախաձեռնությամբ նաև պատվաժան դատարան կազմակերպվել է վերջինիս Հայաստան տեղափոխումը։ Պատվաժան դատարան, թեև ես չեմ ամեն դեպքում նաև շարունակական կալանքը, ահա նաև իմ մտավախություններից մեկը, ինչու չէ կարող է նաև բարույթով որոշում կայացնելուց նաև իր ազդեցությունը ունենա դատարանի որոշակի, ազդեցությունը ունենա դատարանի հնարավոր սպասվող որոշման վրա, դա ևս ինձ համար արկա մտավախություն է։ Հիմա պատվաժան դատարան նախորդիվ դատարանին ներկայացրել են երկու անշարժ գույքի գնահատման եզրակացությունները, որոնք միասին կազմում էին 44 միլիոն 900 հազար դրամ, քանի որ որևէ առարկայական փոփոխություն չի եղել անշարժ գույքի շուկայում, նոր եզրակացություն դատարանին չեմ ներկայացնում, սակայն ամեն դեպքում սեփականատերերի համաձայնագրերը կրկին ներկայացում դատարանին, պատվաժան դատարան նախորդիվ ևս հետազոտվել հրապարակվել է, տարածի չեմ հրապարակում, սույն համաձայնագրերը վերաբերվում են նրան, որ երկու անշարժ գույքի սեփականատերերը տալիս են իրենց համաձայնությունը, որպեսզի իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը որպես խափանման միջոց գրավ ծառայեն Արման Մաթևոսյանի համար, նաև սույն համաձայնագրով նշում են, որ ծանոթ են քրեական դատավարության համապատասխան հոդվածին, թե որ դեպքում կարող են իրենց անշարժ գույքը կորցնել։ Սակայն միևնույն ժամանակ նշեմ, եթե դատարանը կցանկանա, օրինակ կորոշի, որ գրավ խափանման միջոցը ընդունելի է, բայց կցանկանա անձամբ պարզաբանի գրավատուներին, նաև այդ հարցը պատվաժան դատարան որևէ տեխնիկական խոչընդոտ չի կարող ստեղծել։ Դատարանին ներկայացնում երկու փաստաթղթերը, տեսեք պատվաժան դատարան, հիմա նշեցի, որ երկու անշարժ գույքերը միասին կազմում են 44 միլիոն 900 հազար դրամ, ես դատարանին միջնորդում եմ կիրառել գրավ խափանման միջոցը զուգորդված տնային կալանք խափանման միջոցով, որպես գրավ սահմանել 50 միլիոն դրամը,
եւ այդ գրավի մի մասը 44 միլիոն 900 000 դրամի փոխարեն թույլատրելի համարել անշարժ գույքը։ Հիմա պատվարժան դատարան այս պայմաններում, որ արդեն նաեւ փուլային փոփոխություն ունենք, ինչու՞ չապացույցներ ենք հետազոտում, բարձից է բարձա տիրապետում են, որ վկաների չենք հարցակումներ, բայց սա եւս փոփոխություն է։ Ավելին ինքնին ժամանակի ընթացքը եւս պատվարժան դատարան փոփոխություն է, որը ազդեցություն է ունենում մտավախությունների վրա։ Հիմա որ դա ես չեմ հորինում, դա արտացոլվում է թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով, թե վճռաբեկ դատարանի որոշումներով։ Եվ եւս մի կարևոր հանգամանք, պատվարժան դատարան, տեսեք։ Միևնույն մեղադրանքով ունենք մեղադրյալներ նաեւ, որոնք գտնվում են ազատության մեջ։ Նախորդի մեղադրանքի կողմը բազմաթիվ անդամներ պնդել է, որ X մտավախություն մնան ազատության մեջ, փախուստի կդիմեն մնան ազատության մեջ կխոչընդոտեն, լավ հիմա երբ միևնույն մեղադրանքով պատվարժան դատարան կամ մեղադրյալ ազատության մեջ, բնականաբար եթե որևէ հիմք խախտել հարկելի հանրային մեղադրողը համապատասխան միջնորդությամբ հանդես կգար։ Այսինքն որևէ հիմք չի խախտվում։ Սա եւս ապացույց է պատվարժան դատարան, որ մեղադրանքի կողմը իրենց կանխատեսումներում սխալվել են, կապված խափանման միջոցի հետ։ Սա եւս փաստարկ է, որ եթե անձին հնարավորություն տրվի ավելի նվազ խափանման միջոցի պայմաններում, այդ եղած խափանման միջոցները իզորուեն լինելու զսպելու բոլոր ռիսկերը։ Պատվարժան դատարան նաեւ նախորդիվ ներկայացվել է, խնդրում եմ հաշվի առնել, որ Արման Մաթեոսյանը ունի մանկահասակ երեխա եւ պատվարժան դատարան, ինչպես նշեցի, մենք վստահ ենք, որ անձը չի կարող դատապարտվել մի արարքի համար, որը չի կատարվել, սակայն դա ապացուցելու համար չենք կարծում, որ տևական ժամանակ պետքա պաշտպանյալս լինի անազատության մեջ պատվարժան դատարան։ Եվ ամփոփելով խոսքս պատվարժան դատարան, խնդրում եմ դատարանի Մաթեոսյանի նկատմամբ ընտրել տնային կալանք խափանման միջոցը բնականաբար ցանկացած սահմանափակումների հետ հաշվի համերաշխ կլինի պաշտպանական կողմը, այն զուգորդել 50 միլիոն դրամ գրավով, որից 44 միլիոն 900 000 դրամ գրավի մասը թույլատրելի համարել անշարժ գույքի ընդունում։ Հասկանալ է ձեր դիրքորոշումը, նաև դատարանը նշում է, որ դատարանը ներկայացվեց համաձայնագրեր ստորագրված Ռոմիկ Մաթեոսյանի եւ Զարինե Հովհաննիսյանի կողմից համաձայնագրերի բուն բովանդակությունը ըստ էության պաշտպանի կողմից ներկայացած կողմերը ծանոթանալու անհրաժեշտություն տեսնում են։ Շատ կցվում է բարույթի նյութերի։ Մյուս պաշտպանները դիրքորոշում ունեն արտահայտել պարոն Հովհաննիսյան։ Պատվարժան դատարան համաձայն ենք գործընկերոջ հետ, լսելով հանրային մեղադրողի միջնորդությունը, նաև գործընկերոջ կողմից ներկայացված փաստարկները, ակնհայտ է, որ Մաթեոսյանը կալանքի տակ է պահվում զուտ ենթադրաբար կատարված հանցանքի վտանգավորության, հանրային վտանգավորության եւ բնույթի եւ աշխարհի հիմքով պատվարժան դատարան գործընկերոջս կողմից ներկայացվեց բոլոր հիմնավորումները, փաստարկները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դեպքում կապահովի տարշար վարքագիծ։ Պատվարժան դատարան նաև քիչ առաջ հետազոտվեց կարևորագույն ապարտություններից մեկը ներքին դիտում քննչական գործողության զննության արձանագրությունը, որից հետևում է, որ դեռևս նախաքննության փուլում մեղադրյալների իմ պաշտպանյալ Տիգրան Մաթեոսյանի եւ խմբի կազմում գործող ենթադրաբար Արման Մաթեոսյանի վերագրվող արարքի հիմնավոր կասկածը լուրջ հիմնավոր կասկածի հաստատման փաստը լուրջ կասկածների առաջացնում։ Պատվարժան դատարան մենք առաջիկայում գործի քննությամբ նաև կհավաստենք պաշտպանյալների արդարացի լինելու հանգամանքը եւ ականատես կլինենք ուշացած արդարադատության հետ։ Ուստի նաև այդ համատեքստում գտնում ենք, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված ամենախիստ խափանման միջոցը հնարավոր է փոխել տնային կալանք խափանման միջոցի, որի դեպքում ուշացված արդարադատությունը նվազ միջամտություն կհամարվի, կհանդիսանա մեղադրյալի
կյանքի ազատության համատեքստում։ Հասկանալի։ Այդ դիրքորոշումներ հնարավորված են կանոնացիան։ Լավ, արձագանքելու անհրաժեշտություն տեսնում են կողմերը կամ այլ հայտարարություններ արկա։ Այն, որ Հազրաբանն ասաց, թե Արման Մաթևոսյանը չի կարող ազդեցություն ունենալ մյուս կողմի վրա, ես ասեմ, որ Արման Մաթևոսյանը մի անգամ արդեն փորձել ազդեցություն ունենալ, ինչպես լսեցիք ներքին դիտումների ժամանակ առաջարկում էր գերեզմանակար կառուցել, որովհետեւ ամեն ինչը փակվի գնա, բայց այլ հարց է, թե մենք համաձայնենք, թե ոչ։ Իսկ ինչ նշում է փախուստի մասին, ասեմ, որ փախուստի մասին ինքը 11 ամիս իմացել է, որ ինքը ռոզիսկի տակ է։ Եկել է իբր իմացել է նոր է եկել, ոչ։ Պարզապես մտածել է, որ մյուսների նման ազատության մեջ կլինի, դրա համար եկել է։ Այդ է պատճառը։ Թույլ կտակ արտարան, չէ՞, պատվաստան դատարան։ Առանց թույլտվության, որ որևէ մեկը չփոսի դատական նիստերի դալիճ։ Պատվաստան դատարան արված հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն, իսկ ինչ վերաբերվում է ներքին դիտումներին, սույն ներքին դիտումներից բարձր պատվաստան դատարան, թե ով է խոչընդոտում այս վարույթով արդարադատությանը, ով է ձգտում, որ իրավապահ մարմիններին հասու չլինի դեպքի իրական հանգամանքները պատվաստան դատարան, ինչպես նաև արված հայտարարությունները իրավական հիմք չունեն փախուստի հետ կապված Մաթևոսյանի գործողություններում, որոնք չկրկնվելու համար եւս մեկ անգամ չեմ նշում։ Շնորհակալություն։ Ցանկանում եք հայտարարություն։ Կարող եք։ Իսկ ուզում եմ ասել այս հարց, ասենք եթե Արման Մաթևոսյանը քննչական փուլում 4-ից 6 ամիս տեղ է եղել ու ոչ մի անգամ չի զգուշացվել, որ ինքը պետք է բացակայի երկրից, քննիչի կողմից ոչ մի ուղղորդում չի եղել, բան չի արել, այս մարդը գնալուց հետո հայտարարություն են արել, նոր ներկայացրել են, որ արդեն ինքը ռոզիսկի տակ է։ Այս մարդը չի իմացել, գնացել է արտերկիր երկիր աշխատելու։ Իր մեղավորությունը ինչու՞մն է, որ շեշտում են, ասում են 11 ամիս ռոզիսկի տակ է եղել։ 4-5 ամիս հետո գործից հետո գնացել է ինքը արտերկիր գումար աշխատելու իր ընտանիքի համար, իր անձնական կարիքների համար, նրանից հետո նոր քննիչը ներկայացրել է, որ ռոզիսկի տակ է։ Արման Մաթևոսյանը ինչու՞մն է մեղավոր։ Ես խնդրում եմ ես գործերի մեջ գցեք, որ բարձ լինի։ Հասկանում եք հայտարարությունները, այլ հայտարարությունները արձագանքներ չկան։ Ներառյալ Արման Ռոմիկի Մաթևոսյան միանում եք ձեր պաշտպանի դիրքորոշմանը։ Շատ լավ, որևէ բան եք ավելացնելու։ Նստեք։ Այսպիսով դատարանը լսելով կողմերի կարծիքները գտնում է, որ Արման Ռոմիկի Մաթևոսյանի նկատմամբ ընտրված խաբխամիջոց կալանքի ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամսով, քանի որ դատարանը գտնում է, որ դեռևս առկա է ընտրված խաբխամիջոցի հիմքերը եւ դրա իրավաչափության պայմանները։ Դատարանի որոշման հիմնավորումները տեղ գտնեն դատարանի առանձին որոշման մեջ, որը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ուղարկվի դատավարության մասնակիցներին, ովքեր կարողանան այն բողոքարկել, ստանալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան։ Այսպիսով իշալ հարցը եւս համարվում է քննարկված եւ լուծված։ Հարգելի կողմեր, մինչև դատական նիստը հետաձգել է, իհարկե ունենք նախատես այսպես համաձայնեցված օրեր կողմերի հետ, հետագա դատական նիստերի, եթե կողմերը տեսնում են անհրաժեշտություն, կարող են որոշակիորեն անդրադարձ կատարել առնվազն միջեցման կարգով նաև դատավորության կողմերի համար։ Դատարանը, ինչպես գիտեք, ի սկզբանե մոտեցում է ձևավորել հնարինս սեմ ժամկետներում նշանակել դատական նիստեր, թե դատարանը ունի էական ծանրաբեռնվածություն, սակայն հաշվի առնելով գործի ծավալները եւ գործի քննության ողջամիտ ժամկետների սկզբունքի ապահովման կարևորությունը, անհրաժեշտությունը եւ առասարակ արտադրության շահը, դատարանը հնարինս սեմ ժամկետում է փորձում նշանակել դատական նիստեր, մասնավորապես հաջորդ դատական նիստերը դեռևս նախորդիվ արդեն իսկ կողմերի հետ համաձայնեցրել ենք կարճ ժամանակահատված հետո է 2026 թվականի ապրիլի 8-ին ժամը 15:00-ին, այնուհետև ապրիլի 28-ին ժամը 15:00-ին, մայիսի 13-ին նույն ժամին եւ մայիսի 26-ին նույն ժամին։
Այդ մի հայտարարություն, պատվարժան դատան հաշվի առնելով, որ թե դատանի, թե կողմերի ծանրաբեռնվածությունը արագ այսպես ասած սպառնում է, կխնդրեմ սույն նիստով մի քանի նիստեր ևս հունիս եւ հուլիս ամիսների համար համաձայնեցնել, մասնավորապես պատվարժան դատան մինչ այս պահը կարծես թե ամիսը 2 դատական նիստ ենք համաձայնեցնում, գոնե հունիս եւ հուլիս ամիսների համար փորձենք ավելի շատ դատական նիստեր համաձայնեցնել, հաշվի առնելով նաեւ սույն վարույթի մեծածավալ լինելը պատվարժան դատան։ Ի պատասխան ձեր այսպես ասած հայտարարության պարոն Պողոսյան դատան ինչպես արդեն նշեց ի սկզբանե այդ մոտեցումը հաշվի առնելով գործի ծավալները եւ առասարակ արտադրության շահը եւ ողջունի ժամկետերում քննելու սկզբունքի ապահովումը նման մոտեցում է ցուցաբերել դրանով է հենց պայմանավորված ամսական մոտավորապես 2 դատական նիստերի նշանակումը այնուամենայնիվ նաև իրավացիորեն ըստ էության նշում ենք, թե դատարանի, թե դատարության կողմերի առնվազն պրոֆեսիոնալ մասնակիցների ծանրաբեռնվածությունը ինքնին դինամիկ պրոցես է, միևնույն ժամանակ այդ թվում դատարանի ծանրաբեռնվածության մասով որպես կանոն առկա է լինում նաև աճման միտում ծանրաբեռնվածության, սակայն հաշվի առնելով նաև որոշակի ճշգրտման ենթակա հանգամանքներ, որոշակի նաև օբյեկտիվ հանգամանքներ, միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ առնվազն հաջորդ դատական նիստը այսպես ասած օրեր հետո է, շուրջ 1 շաբաթ հետո է, մի փոքր ավել, դատարանը նպատակարար է գտնում այս պահին սահմանափակվել նշանակված դատական նիստերով, հաջորդ դատական նիստին հնարավորինս անդրադառնալ նաև արդեն իսկ համաձայնեցված դատական նիստերից հետո համաձայնեցվելիք դատական նիստերին արդեն հաջորդիվ ամիսներին, հունիս-հուլիս ամիսներին հնարավորինս որքանով որ հնարավոր կհամարի դատարանը կողմերի հետ քննարկման արդյունքում։ Առայժմ այսքանը հետագա դատական նիստերի օրերի եւ ժամի հետ կապված կողմերը այլ հայտարարություններ եւ դատական նիստերի հետ կապակցության դիրքորոշումներ չունեն։ Այսպիսով հիշալ պատճառաբանություններով նաեւ հաշվի առնելով նաեւ աշխատանքային ժամի ավարտը դատական նիստը հետաձգվում է, հաջորդ դատական նիստը նշանակվում է 2026 թվականի ապրիլի 8-ին ժամը 15:00-ին սույնով դատավարության մասնակիցները հանդիսանում են պատշաճ ծանոթված դատական նիստը հայտարարվում է փակված։